Պարոն գեներալ, առաջինը, եթե թույլ կտակ, կուզեի սկսել ավելի վաղ ձեր տարիքից, երբ որ դեռ պատերազմ չկար, երբ որ ուզում եմ իմանամ, հայրենասիրությունը մարդու հետ ծնվում է, թե դա ժամանակի ձեռքբերում, այսինքն գալիս է ժամանակներ, երբ որ դրա կարիքը պետք է ու դա զարթնում է։ Ձեր մեջ փոքր ժամանակվանից եղել է այդ հայրենասիրության հետ, որ պետքա գնալ, պետքա կռվել, պետքա հողեր, ասենք ոնց է դրսևորվել, էլի դա ձեր մեջ։ Նախ դե շատ ուտուր վաղտվանից հայրենասիրությունը մանավանդ սովետական միության ժամանակները այդպես մեծ գլոբալ հարցակար սովետ միություն Լենին պապի եւ այլ եւ այլ եւ այլ։ Ասենք նման անմիջական ազգային հայրենասիրության բան չէ, չնայած ասենք ելեր են մարդիկ տարիքով որոշ բաներից պատմված դասեր են, ասենք ասենք ուժեղ հայրենասիրության բան չէ, բայց չորփուց ես ասենք իմ մեջ այդ թասիբի հարազատի նկատմամբ, մոդիտի նկատմամբ, ինքնասիրության իրոք եղել, ասենք մեջիչ Խասյաթի խարակտերի, դե մենք 7 աղբեր մեկ ուր երեխա ինձ ջողում մեծացած, մի քուր այլ 7 աղբեր, դες մեջտեղ երեխան եմ ելել, ինձանից 3 հատ մեծ, ես էլ հետնեն 3 հատ բուջուր մի հատ էլ քուր, ասենք էլերա, այդ ջղերը, այս էներգիան, այս ցանկությունը, որ բդի տենց ցլի, բդինեն ցլի ճշմարտությունը եւ այլ եւ այլ եւ այլ։ Իսկ մնացած ասենք դե բանից հետո են վաղ գիտեք, սովետ միության ժամանակը գար էր ոչ ծանոթ կարայր, ճարիր, ոչ բան բդի սովետ միության բանակը գնայր ու պարտականությունը, ծառայություն եւ այլ։ Երբ որ ծառայել ենք, տենց Դաժե փորձեցինք ծառայությունից հետ գալուց հետո գնալ Ռուսաստան։ Պենչել ենք փորձել մի քանի տղերքով ընդդեղից բան գնացել, ընդեղ սկսել գործել, դաժե աշխատամ։ Այս 88 թվից, որ սկսեց խառնաշփոթ, հետո 9 թվին, որ այդ երկրաշարժ բան, հետ եկանք ստեղ, Ռուսաստան էին այդ բանալից հետո։ Ու տենց իմացանք, որ շարժում արդեն բան, մեծ եւ այլ Ղարաբաղ են գնում, ջոկատները եւ այլ ծանոթներ ճարինք իհարկե, մեր Էշմիածնի պարոն Նահատագյանն ունեինք, որ մեզ տանի, դե մենք իրան չենք ճանաչում, ինքը մեզ ինքն էլ արդեն ջոկատներ էր նախապատրաստում տանել։ Վերջը մարդ ճարինք ելանք, որ մենք էլ ենք գալի, մի հատ ընկեր ունեին դրա հետ, որ հետս դուրսներ։ Վերջը մի կերպ ծանոթի բանի միջոցով գնացինք, դաժե հասանք Գորիս, միջև Գորիս բանով էին գնում, մեքենաներով Գորիսից հետո ուղղաթյուրով, որտեղ ձև չկար մեզ գնալու, ուղղաթյուրով անցկացնում էին։ Անցանք, վերջը, ոչելա դաժե Գորիսում, Սիսիանում, փոշմնան, մեզի ուզում էին հետ դարձնեին։ Դե որ տեսան մեջից չար, ընդ արդեն իրավիճակներից խոսում ենք, բան չէ, բայց դե անցանք գնացինք, դե գնացինք Ղարաբաղ Մելիքաշեն, Ադրութի շրջան։ Դե առաջին մի քանի օրում մենք էլ չենք պատյասում, մի այլ լուրջ լավ բնություն, շատ լավ բնություն էլի, ոսոր Շվեյցարիա։ Այս ջուղերը միայն նայում եմ, մեծ տարբերություն կա, դες ամեն տարի գնում եմ այս ջուղերով Մելիքաշենից մինչև Դուդուկ չի Թյուրաթա։ Ասում եմ, այն 7 ջուղը, որ մենք հիմնականում ֆիզուլի մասնապահ ենք։ Մի քանի օր տես մնացինք ոսոր կարանտինի պես, հետո սկսին բաժանել խմբերը ջուղերի վրա, որ մի 4 ջուղի վրա բաժանեցին այս խումբը։ Մենք ընկանք Խրմնջուղ։ Դե մի հատ նոր ջայր բին տղա, շատ լավ տղա էր, ուժեղ, որտեղ ասենք սա Սարը ձորը մի արագության բազմ էր։ Ֆիզիկապես շատ պարապած այ վրեժը ֆրանկ գանություն։ Ասենք ես չեմ կարա իրապես վազեին բան, դաժե դեպքեր էլի վազեր են մարդիկ ընջե վնասվել են։ Դենտեղ բարձրնան ավելի էշտակ հաստե սարիչները, որտեղ մեջից շատ ռստի Ղարաբաղում այս տարածաշրջանում Սարը ձորը շատ ռստի է։ Ասենք պետք է մի 2-3 յուղ վազելով է տալ օգնության կամ խնդիրներ առաջանում, եթե մենք այդ արագությունը կամ ցույց տանք ժողովրդին, որ մենք պատրաստ ենք եւ այլ մյուս չէր ստացվել, վստահություն են մեզ մանավանդ առաջնական հերթ ժողովրդից ստանալ, որտեղ իրանք էին մեզ բան տեղ էին տալի մնալ եւ այլ տներ բան։ Սրա համար փորձում ենք անենք, տեսանք, որ ես լիշնի տեսամ շատ դժվար, այստեղ սկսեցինք թուրքերից ձեր, ճարել, որ ձերով արագ շարժում ենք, ուրիշ ձև չկար, էլի,
արագություն էր պահանջում, իսկ հետընկներն էլ ամոթ էր։ Ընկերոջից հետ հետընկնել էր, սկսեցինք սենց մենք մեզի արդեն բնությանը տեղանքին ձևավորել։ Տեղանքը ինչ էր պահանջում, ոնց կարայինք արագությանը, բրեմիա չեն ճիշտ օգտագործել։ Ու տենց սկսեցինք ջոկատներով գործել, անել, միջև ու բացվանք, հետո բացազատվանք, գնացինք միջև դուդուք արդեն ամեն գյուղերում, սենց աստիճանաբար, մարդիկ չէին ճարեմ եւ այլ։ Պարզ առաջուց որոշ տեղեր մարդիկ ժողովուրդը մեզ չէին հասկանում, չէին ընդունում դաժե տեղեր կար, թե երեք ստեփ այդ խառնաշփոթություն եք սարքում, մենք բարեկամներ ենք եւ այլ, դե մարդկալը չէր հա, այնքանին բան արած, համ վախ կար մեջները մեր ժողովրդի, չէին հավատում, որ հնարավոր է Թուրքից բաժանվել, չէին հավատում, որ թուրքը ոնց ցես բաներ չկար, կային մարդիկ քաղաքական, արդեն Ստեփանագերտում գործիչներ աշխատում էին Հադրութի մեջ, ասենք այնտեղ մարդիկ հեղափոխականներ, որոնք ուզում էին ազատվել Թուրքիայից, բայց ժողովուրդը սովորական չէր պատկերացնում թուրք առանց թուրքի կամ թուրքը ոնց կթողա գնա եւ այլ, այդպես դժվարությունների, խոչընդոտների առաջ կանգնում էին, բայց ուրիշ ձև չկար։ Իրավիճակներ էր, որ մենք ժողովրդի հետ պետք է կարողանանք առաջին լեզուքներին կապ չուներ։ Իհարկե շատ փորձությունների մեջով ընցանք ահագին մարդկանց հետ, մինչև ժամանակի հետ բարեկամություն, ընկերություն, ծանոթություն։ Իսկ մի բան հարցնեմ, էլի, հենց թուրքերը չէին խոչընդոտում, ոչ մի չէին զգում ինչա կատարվում, Ոչ չէին խոչընդոտում։ Ասենք այդ ոնց էր էլի։ Դե էր, մենք էլ իրանց օրինակ գալիս էին, այն վաղ մենք ընդեղ ընկել է թուրքը իր ծանոթությունը դեռ սենց է, ոսոր Քիրվոն։ Ասում են մեր բարեկամ Քիրվոն իրանց ծանոթը գալիս էր տունը, հայայի տունը, հաց էր ուտում, բան, խմեմ հետներ նետում էր։ Ամեն շատ տներ կային, խրմնջուղում, որ ասեմ, թուրքը գալի, ասենք այդ դիմացի գյուղից կամ ծանոթը գալում իրանց տունը, հաց, մաց, վարակ, մարակ, խմում հետում էր տենց։ Դա իրանք ոչ մի բան, բայց մեզ ձեռ չէր տալի, մենք սկսում ենք խոչընդոտներ ստեղծել, ու չեմ ուզում Դաժե ճանապարհին գողնում սրանցը, ուրիշ բաներ ծեծել, դաժե վախացնել, որ չգաք։ Դաժե Ալբուլախի դպրոցը համ հայերին, համ թուրքեր համատեղ մեծ դպրոցը։ Չէր լինում։ Ստիպված մենք սկսեցինք երիտասարդներ երեխեքի հետ աշխատել, որ դպրոցում ծեծեն թուրքերին։ Ու տենց կռիվներ, դաժե ասենք չէր դպրոցում չի կարա զենքով կամ բանով, դե մենք զենք հասելով եւ ամենալավ մի հատ կարաբինն որսորդական հրացաններ էր եւ այլ, դա գիշերային պահակության համար էր, որ գիշերներ իրոք պային միամիտ դրանք չկային այդ ասած բարդ խոչընդոտություն սարքել։ Դպրոցներում ենք սկսում խառնել, ծեծել, կռվեցնել, որ բաժանվեն էլ իրարից մի կերպ երեխեքին, որտեղ համ տանում էին թուրքի դպրոց, մեջտեղն էր չնայած տարածքը արդեն թուրքի էր դպրոցը որ կար։ Այդքին երեխեքն ընդե դպրոց, բայց դրանք էլ ձեռնատու չէր։ Նու մեր հետևից ուրիշ բաներ մեզնից պահանջում, դե մենք ամեն դեպքում գիտակցաբար մեզի ղեկավարում ենք ջոկատներ ենք, ճիշտ է, բայց ղեկավարում ենք։ Կար Հադրութում ղեկավարություն, որոնց հետ համագործում ենք կային Ստեփանագերտում ու չհաշված, որ Հայաստանն անմիջական մեր հետ 24 ժամը կապի մեջ էին դաժե Հայաստանից էլի։ Նու պարզ է, որ թողում էին 99%-ը տեղի ուժերի հետ համագործակցել, բայց դե ամեն ինչ իրանք ստերից որոշում էին նայում էին մարդիկ էլի, չեմ ուզում բանանել, եւ այստեղ կոմիտեներ են, մյուս մարդիկ կային, որ աշխատում էին այդ ջոկատների հետ։ Նու այդ ձևով սկսեցին խառնել եւ այլ, ու սկսեցին 1, 2, 3 սկսեցին արդեն զորքը օգտագործել։ Զորքը բերել ի վնաս հայերին, ի օգուտ թուրքերին։ Թուրքերի կողմից զորքերն էին բերում։ Ասենք Ֆիզուլում նստած մյուս զորքերը բերեցին, սկսեցին ճանապարհների կամ երկու գյուղերի արանք, որ մի քանի անգամ տես խոչընդոտներ, ծեծեր, կռիվներ, մյուս բերեցին, սկսեցին զորքեր, պոստեր, ռուսական զորքը սկսեց պոստեր դնել եւ այլ, արդեն ստուգումներ, պասպորտի ռեժիմ, նայել, մյուս սկսեցին տես խիստ վերաբերվել, մանավանդ որ իմացան մենք ընդեղ ենք։ Այդ ժամանակում էլ ասենք մի հատ էլ չէ մեծ խումբ Երևանից էր եկել,
Սա ուսանողներ, իրենք ուսանողներ չէին իհարկե, ոսոր սա նոր ավարտած բարձրագույն մանկավարժներ էին, այդպես մի խումբ կար, Սպիտակաշեն, այդ մեր գյուղերն եկան սկսին որպես ուսուցիչներ էին եկել։ Դե պարզ է ցերեկները դրանք դասավանդում էին, աղջիկ տղեր կային մեջները, բայց գիշերները հավասար մեր այդ գալի ծառայություն էին մատուցում, մեր այդ համագործակցելով պոստեր էին կայանում, մեզի փոխարինում էին, ասենք, գիշերները պատրաստ զինվոր էին, կապ չունի դու, այդ ձևով, ասենք, մի խումբ գնացած որպես զինվորական ֆիդայիններ, տենց ասեմ, վաղտվա լեզվով, իսկ մի խումբ էր որպես եկել էին ուսանողները, վերջացել նոր ավարտած երեխեք էին, ջահել, որտեղ սա իմ մոտ դրանց մեծամասնությունը կան, դաժե ասենք այդ ձևով մենք էդի մեզի առավելություն էր տալի, այս ուսուցիչ, որ աշխատում են, դրանք շփվում էին, համ երեխեքի հետ, համ էլ ժողովուրդի հետ, ծնողների հետ, մեր հեշտ էր շփումը մերումը, դրանք մեզի ճիշտ էին ներկայացնում, կամ երեխեքի հետ մեր իմացած բաները փոխանցում էին, երեխեքի հետ հայրենասիրություն էին, լավ էր էլի, ասենք դժվարություն չէր դպրոց մտնել, արդեն դպրոցի հոգեբանություն, դե երեխին դպրոցն ամեն ինչ է բանանում, դպրոց եւ փողոց։ Ու տենց ասենք սկսեցինք բանաներ, որ ռուսական սկսեց արդեն զորքը խառնվել, նո արդեն մեր սրից եթաստածներին բարդություններ ստեղծվեց։ Ու դե մենք սկսեցինք ավելի հենարան սարքել անտառները, լեռները, պետք կլի բազաներ, բաներ սարքել, որ իշխիշ տալի գյուղերում մնում էինք, շրջում էինք, շփվում էինք, անում էինք, բայց լուչի չէ, որտեղ մի քանի անգամ փորձեցին մեզ դեր բռնել։ Ասենք մենք հետ էինք քաշում անտառները եւ այլ, ասենք այնտեղ արդեն բազաներ էինք սարքել, որ իրանք էլ լրիվ չեն արել, քան խորանային անտառները։ Ու այդ ձևով աշխատում էինք։ Մի պահ իրոք մեզի դուրս էին անում ժողովուրդներ, որ տեսան, սկսեցինք մեր արդեն լուրջ հնարավորություններն օգտագործել։ Այս իմ ասած մարդկանցով, այդ ուսուցիչ երիտասարդներով ու մեր այն բանը շփումը, սկսեցինք այն 14-15 տարեկան ջահելներին երեխեքին օգտագործել լրիվ ուրիշ բան, զինվորական, ոսոր մի պատանի այդ այն վաղտ այդ գաղափար, որ դրա երեխեքի հետ կարելի աշխատել։ Դրանք ավելի լավ մարդ կդառնան, այսօր էլ սաղ այդ ասածս մարդիկ 90%-ը բանակում են ծառայում, գեներալներ են հասել 15 տարեկան, 14 տարեկան ու մասին ասում, այսօր արդեն գեներալ են կամ բարձրաստիճան զինվորականներ ծառայում են։ Դրանցը սկսեցինք բազայավորել, հետ քաշել մեր մեջ։ Բերել անտառներ, չթողալ տուն էթալ դաժը։ Ու սկսենք զենք տալ, լուրջ զենքերը տալ իրանցը, կրակել, պարաբել հետները, հասկանում եք, սարքել այն ինչ որ մենք գիտեինք, մենք էլ շատ բան չգիտեինք, ասեմ քեզ իմացի, մեր մեջ ասենք մի հատ երկու հատ Աֆղանստանում, բան ծառայել, մենք սովետական բանակում, ես անձամբ ստրոյբաթին ծառայի, ինչ պետք է, մի անգամ կարաբին եմ վերցել, էլ տրամոր գուբախտ եմ դրել։ Ասենք լուրջ տղաներ, բայց կային, որը զենքին համ ճանաչում ունեին, համ կիրառման ձևը գիտեին, համ օգտագործում էին, սովորացնում էին, մենք էլ ենք անձամբ սովորում։ Անձամբ ես ամեն ինչը տղաներից եմ սովորել։ Չեմ ուզում անվանական շատ բան ասել, որ ասեմ 10,000, 20,000 մարդի մասի խոսամ, դրա համար ես ուզում եմ ինչը խոսում եմ, էսի Ղարաբաղցի մունք։ Էսի այն մարդիկ են, ում ես ճանաչել եմ, շփվել եմ, 10,000-ավոր, 1000-ավոր մարդկանց մասի եմ խոսում, կապ չունի։ Ես ժողովրդի եմ, դրա համար կարամ ասենք անվանական Հազարաթ Հերոսյանն տալ, որ իմ համար հերոսներ են։ Բայց ես ինչ որ խոսում եմ, այս տղերքի կամ բանի, դրանք այդ կատեգորիայի մասին, ժողովրդի մեր որակի մասին եմ խոսում, երիտասարդների կամ մարդկանց ժողովուրդ։ Վերջը դրանցից սկսեցինք, արդեն որ պահինք անտառները չէինք թողում միշտել ու ծնողները սկսեցին բարձրանալ վիրև, գալ սկսել բանակցություններ մեր հետ։ Դե պարզ առաջուց փորձում էին երեխեքին հետ տանել։ Իրանց առաջի քայլերն էլ era գալ հույբույ, մենք ասում ենք վերցեք գնացեք, բայց գիտեմ որ չեն դա, հա։ Վերջը տեսան ճարճկան, մեզ ավելի շատ են ենթարկում լսում, քաստի իր արածած հորը, դե երեխեն մեղ չուներ, տենում էր իր հոր վիճակը, իր ապանը, արդեն գիտեր մենք երեխեքը գիտան, որտեղ լուրջ հետներն աշխատում էին, ոչ թե մինչև էդ էինք սկսել աշխատել, գաղափարապես իրանց ովլերը, նա ով է, դու ես, դու հայ ես, նա ով է, ով է, սա հաջին բացատրական կամ հայրենասիրական տերմիններ օգտագործել էինք։ Ու լուրջ չէին հետում, ու ոչ մեկը չէին հետում, ոչ թե մեկի երկսի մասին, ասենք դրանք 10 հոգին, 20 հոգին, այդ 20-ի մասին է, կատեգորիկ չէին հետում։ Ու կային գիտակցաբար ծնողներ, դաժե ուսուցիչ մարդիկ, դրանք արագ անցան մեր կողմը։
դաժեկան դեն չեն մինարկ մեր երեխեքը, մենք ենք պատրաստել զինվորներ, սկսին զինվորագրվել, հավասարաչափ պոստա եւ այլ, գանք մնանք սկսեցին արդեն հացով ջրով մեզի բավարարել ամեն ինչ, ու ստեղից սկսեց արդեն տեղում ինքնապաշտպանական մեր խմբերի ու տեղացիքի ինքնապաշտպանական ջոկատների ձևավորում։ Ու մեր համար դա մեծ առավելություն էր։ Տեղանքը դիտանալ, ժողովուրդի հետ արդեն անվստահելի եւ վստահելին, արդեն լավ ու վատը ճանաչում ենք, գիտենք ով մեզ կծախի, ով չի ծախի, ով հաց կտա, ով չի տա, արդեն դրիվ մեր համար շատ դրական արդյունքներ ունեն։ Մենք ռուսական զորքից եւ թուրքից սկսենք ոչ այնքան չխուսափել, չվախենալ, որտեղ բոլոր հնարավորությունները մենք կարում ենք ճիշտ օգտագործենք, համ տեղանքը, լեռները, ճանապարհները, բան ոչմ մեր համար շատ լավ է, որտեղ մի քանական զորքի հետ խնդիրներ ենք ունեցել, իրանցն ենք լեվացել, դաժե այն վաղ որ մարդիկ չէին պատյասում, ռուսական տեխնիկաներին խփել ենք էլի, որ ոնց որ իրանք այդ վախը սարսափը չլեր, ռուսները մեզի կճնշեին։ Ու իրոք գիտեն, որ մի հատ լուբոյի խնդիրում մենք իրանք են խնդիր ունենալու, սենց ու սկսեցին դաժե համագործակցել մեր հետ։ Դաժե այո, մենք ենք օգտագործում այն զորքը, որ եկել էր Ադրբեջանի կողմից, նստում են տղերքը, մտնում են թուրքերի գյուղը, դրանց բետերները եւ այլ, գնալ եւ ասենք դե ինչ որ ինֆորմացիաներ կամ բան, դե սկսեցինք Ղարաբաղի այն որ ասում եմ այդ զորությունն ասեմ, թթի օղին ճիշտ օգտագործել։ Դե Ղարաբաղի զորությունն է, որ ասում են թթի օղի չիմանա գետի մինակ խմելու մանա, դա ճիշտ օգտագործել, մանավանդ ուրիշ ազգերը խմել են Շանտրի չինացիներ որ խմել են թթի օղին գիտես ինչ են ասել, ասում են դրա համար այդքան երկար եք ապրում, էլի, որ այդ թթի օղուն դիմանում եք։ Նու տենց սկսեցինք արդեն ձևավորել, արդեն կանոնակարգ եւ այլ, ես ասեմ, այդ ընթացքում մի հատ սենց լրիվ էս տարածքի բանը հրամանատարությունը ավտոմատ կերպով ասենք միջև 100 մարդ են ավտոմատ կերպով ես հավաքերին իմ ենթակայության տակ ես ինձ ոչ մեկը չի նշանակել դեռ կամ չի ասել դու էստեղ ղեկավար ես էլ ասա ասենք ավտոմատ կերպով այս սաղ տղաները բան որ ասենք այդ կազմակերպչական անեն սաղ իրանք ավտոմատ կերպով եկել են համախմբել են իմ կողմ ու սկսել են այնտեղ ով ուզում էր ինչ ասել մենակ իմ ասածներ օրենք էլի որտեղ վերջը տենց արդեն ռեալ ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեցինք համատեղ սենց կարելի ասել նու է բաց այդ ուսուցիչները որ Երևանից տարբեր տեղերից էին Էշմիածի տղաներն ու հադրութի տղաներից ու սկսենք համագործակցել այլ անմիջական հադրութի ջոկատների հետ ընդեղ կային ասենք տարբեր Սարուշեն, Սպիտակաշեն, դե սկսենք արդեն սաղ տարածվել, բացվել արդեն բոլոր խմբավորումների հետ ու Ստեփանագերդից արդեն Ղարաբաղում մեկ 89 թվին արդեն բոլորի հետ անձամբ ես համագործակցել կապ արդեն ինձ Ղարաբաղում թե վախտվա տես մարդ չկար Ղարաբաղում որ ինձ չճանաչեր ասենք հետները անձամբ ես ասենք բռնածում եմ Ես սաղ մի մագարդակի մարդ ենք եղել, ոչ թե դե որևէ մեկը բարձր չէ, բռնած մեր այսօրվա նախագահից բռնած են դրանից առաջ սաղ ասենք այնտեղ դաժե գերեն կյանքում ոչ մեկը չի կարող ասի, բայց ես Ռուբերտ Քոչարյանն եկե մնացել օրերով անտառը բազան մեր մոտ։ Տեսփան որ ինի հիմի հարցիկ չեմ սրան արտում, բայց եկե մնացել անբազաներում իմ մոտ։ Հադրութի անտառներում։ Ասենք ու այսօրվա նախագահ Սերժը դրանք ոչ եմ էլ արդեն այս բարձր մագարդակի համագործակցությունն էլ արդեն լուրջ խնդիրների բան մանավանդ տեսան որ այս շրջանը ռայոն հադրութի լրիվ վերցինք ավտոմատ կերպով մեր ձեռը տեղի ուժերներ կային բայց կապ չուներ մենք էինք դե մեր ասելիքներ մենք էինք պոստեր արդեն դրե հադրութից գնալ գալ ոչ եմ իրավիճակը վերցեցինք մեր ձեռը։ Կարելի ասել համարյա առանց լուրջ բախումների, չէ, շատ լուրջ բախումներ չեմ ուզում ասում շատ արտղերքեն արդեն զոհվել հետա մինչև 90 թվական 80-90-ի սկիզբը այն ալֆա գրուպա կար Ռուսաստանից եկավ մի 6 ամիս մնաց ընդեր եւ 6 ամսվա մեջ կարելի ասել Ղարաբաղի ինչքան կարևոր ջոկատներ կար դրանք բռնեն սաղ են ասենք եմ արդեն ստադիոնի ռազմի, ոչ եմ սաղ ջոկատներին բռնեցին,
Միջև այդ Բաբայան, Սամո, Մամո, սաղին հավաքեին, հադրութից էլ ահագի մարդիկ բռնեին, մեզ չէին կարում բռնեին, մենք ուրիշ էլիք էր, որտեղ լուրջ զինված, արդեն լուրջ բան, լուրջ իրավիճակը տիրապետում էինք, տարածքների շատ լավ, ասենք ու դուխներս երիք մեր, դաժը 2-3 անգամ զորքներ եկել, իրենք սարերով են, զոնքի բանակի վրա են կրակել են, ու դրա համար հետ էինք հաշվում, մեր այդքան հեշտ չէր էլի մեզի վրա տալը, բայց վերջը սարքին բռնեին, իհարկե մարդիկ ճարեցին, մեծ որտեղ մնում էինք այդ գյուղը, իհարկե սա գյուղերն են մնում էինք, մարդ ճարեցին, ինֆորմացիան լրիվ տվեցին, մեկ գիշեր առավոտը ժամ 6-ին լսվան բռնեցին, իհարկե ինձ եւ 14 հոգու, կարևորը ես էին, որ բռնեցին, տան մեջ ինչա մեզ տունը կա, ոչ այդ տուն դες թանգարանի պես, ասենք ծիսականդեր կա, որ հաներ են ոնց են կանցել պատին կրակ եք ով էր զենք զինան թերք մնացել, ոչ համետի դες բռներ են տարեն են խոջալու, ֆիզուլից խոջալու, տենց մի դե ջարդած արդեն, թիտ, կողմով, սաղին ջարդած, տարեն են խոջալու, դες դե ֆիլտր էր, խոջալից, որին շուշվա բերդ, որին եւ այլ, ասենք, ինձ մի 5 հոգու տարան Ստեփանակերտ որ ծանր էին, դե խփեր էին այդ մատերը ջարդվել էր, արուն էր, ոչ սախտեր էր, քիթս բաց կոտրվածքով ասենք, ու որը ծանր էր, տարան Ստեփանակերտ խոջարույցի մատը, իհարկե բժիշկներն էին տանում, իրանք չէին, մնացածին ասենք Նազիկին եւ մնացած 8 հոգու թե 9 հոգու, տարան 9 հոգու, տարան պրյամո Շուշվաբերդ։ Դե այնտեղ ես երկու այդու խելքի եմ գալի մեջից բան Ստեփանակերտի հիվանդանոցից, ունդեղ ծանոթներ ենք ճարում, իհարկե աղջիկները կան, երկու հատ լավ հայուի քույրեր կային, լավ բարեկամներն են, հիմա մեկը Մոսկվա է ամուսնացած, երեխեք ունի գալի գնում, շատ լավ մարդիկ էին, որտեղ դրանք օգնեցին, որ մենք կարեցանք ընդեղից ես փախնեմ։ Առաջինը, որ հիվանդանոցում նաշտերից բացել են, նա տողը արում են կար, սրան որ տեսամ, ես իմացամ էդի հրեշտա կա, ասենք այդ բանից հետո, ես չէին պատյարում դրանից հետո, որ հնարավոր է ես այստեղ գնեմ ու այդ դե զինվոր տղա է, ճանաչում եմ, իմ լավ հնգեր տղա էր, էլի տողեցի, տեսել էր ոտից վիրավորվել, այդ կերի պարկած էր, բայց իրանք չիդեին էլի, որ ինքը ասենք զինվոր է, ոտից վիրավորված է։ Վերջ այդ աղջիկների գլխներիս էր, որ պալատում պարկած են, այնտեղ զինվորներ էին կայնած, հսկել էին, մանավանդ ինձ, այս աղջիկների միջոցով մի հատ միլիցիա կար Վարդան, ոչ եմ այդ զինվորներից սկսեցին, ոչ եմ այդ զինվորներին հանին սենյակից։ Ու ես երրորդ հաջի, ասենք, ու ես այդ 5 հոգին լուսամուտից, չէ մեկը չեկավ, ասենք, Ղարաբաղցի չեկավ, ասենք, ես ընտանիք ունեմ, բան ունեմ, փախնեմ, բնին գնան հետևիցս ընտանիքից, դա միգուցե ճիշտ էր։ Բայց ես եւ 3 հատ ուրիշ հայաստանցի, որոնք բան են, երրորդ հաջից Պարանովիչյան գեց միլիցիան հանեց։ Իհարկե մինչև դուրս եկանք, հետո արդեն իմացել էին, որ մենք ստեղ եկերին, որ հետ տանեն, արդեն ուշ էր։ Տարան մի 10 օր Ստեփանակերտի մեջ մեր ուրիշ բժիշկների օգնությամբ քույրի մեջից վերականգնանք Հայաստանից մարդիկ եկան։ Դե ես հետ չեմ կարա, թե մանավանդ որ այնտեղ տղեր կային նստած, մանավանդ նազիկներ էր այնտեղ։ Այն մնացած 3-4-ին ճանապարհ, Պերինչեր է Շաումյան, ուղղաթերով մի կերպ դե ուրիշ ձև չկար։ Ընդդեղից հետ բերին Հայաստան դրանցը։ Իսկ ես հետ գնացի նորից այնտեղ, իհարկե տղերք մնացել էին, այնտեղ սարիկ բանը, դե որոշ տղերք ոչ թե մնացեին այն գյուղերից, որը որ չեն բռնել, փախերին գնացեին հադրութա հակառակ կողմը ուրիշ տարածքներ, որ դասենք ֆիպիշեր, տափ տվեր են, էլի։ Ես որ գնացում եկան հավաքման, ու տենց սկսեցինք նորից վերակազմավորվել։ Մի 15 օր Շուշվաբերդ, հետո 15 օր հետո Հայաստանից օգնություն ֆինանսական ուղարկեցին, այս գիրքը գրողը հնի Զորիկ Բալայանն հետ որ գրում ալետ չեմ անում գիրքը կվերցեք կարդակ, Նազդի մասին մեծ բաներ ա գրել, այդ անմիջական քննիչական խմբի ռուսը, ղեկավարը, ինքն էլ գրել ա, գիրք կա, Զորիկ Բալայանն հետ գալիս ա ռուս գրողը, Էսի գրել այս մեր պահ ինչը խոսում եմ, այս դրա մասին գրված գիրք կա, ինքն էլ գրել ա ու զարմաց են Նազիկի, ասենք այդ պին մնալու վրա, ասենք մինակ ոչ թե ինքն մնացել են տղերքն էլ պին պահեր ա հետ, էլի որտեղ Այս ռուսնա համաձայնում իհարկե մեծ գումարի դիմաց,
Նազիջին Շուշվա Բերդից իջացրել են բերել դատախազություն բանանել, իհարկե մեծ խնդիրներ չի ելել, իր հետ համաձայնացրած, նու պարզա զենք մենք ենք քաշը ավտոյի դեմ գդրել բան, բայց կրակոց բան չէր, Նազիջին կարողացան այդ ձևով տանել։ Նազիջին եւ մի օր, բայց մնացածին չկարեցան ոնչեցին դրանք 9 ամիս 17 օր Ադրբեջանի բոլոր բերդերով միջև դատվել են, Լենինգրադի զադապաշտպաներ են բռնել, դատել են 15 տարի ինձ էլ հետների, ես միջև մի ռոզիսի տակ եմ մեջնունարովն եմ, ասենք մի որպես իրանց համար բան, ասենք դրանցը դատել են սաղին մեծ սրոգներով 12-13 այս տղաներին, այդ ընթացքում էտ սաղ, որ ասում եմ ժամանակի հետ բերել ենք Բաքվից Վրաստան, Վրաստանից բերել ենք Հայաստան, նոր Հայաստանից լա չէին ուզում թողան, միջև ես ջղայնացել եմ նոր թողել են, բանդեղ ուրիշ մարդիկ կան, բան, ասում եմ զիգը չի հետաքրում, այդ մարդիկ այսքանից հետո 9 ամիս 17 օր գերիությունից եկերին, լա չէին ուզում մեր բերդից թողան, միջև ես մտամ բերդ արդեն, էլի, չեմ ուզում մեր հայրենիքին բան ասել, վերջին թողեցին, չէին կարա չթողային, որտև կոպիտություն կլեր, վերջը, ատենց փախան, գնացինք այդ տղաներին հետ բերեցինք, դե գնացինք նորից սկսին կազմավորել, արդեն դարձավ 90 թվական, 91-ին արդեն լուրջ ջոկատներ, արդեն լուրջ հրամանատարություն եւ այլ, արդեն կարելի ասել մոտ կանոնավոր բանակ։ 91-ի կեսերից Հայաստանում ոչ պաշտպանության նախարարություն կար, ոչ մի բան, Ղարաբաղում սկսեցին փորձել ստորաբաժանումներ սարքել։ Այն Արտյուշակար Լեննագանի գեներալ, հիմա մահացել չկա։ Սա եւ մի 3 հատ գնդապետներ, վայնկոմատներ, բան Հայաստանից ուղարկերին Ղարաբաղ, որ ստորաբաժանումներ ստեղծեն։ Դե որ գնացել էին լարեր էին դրանց երեմա, որտեղ ես մի ամիտ մեքենայով իջած հադրուտ, մի ամիտ ռաստ եմ բա, տենում եմ Կայնում են բարև ձեզ, ինչ կա եւ այլ, բայց եկերենք ստե ինչը ով շեմ, պանձի ասում են, ինչի մանեն եկե հադրութ է, կամ ոչ չեն ընդունում, ասում են գնացիք ձեր գործի։ Եվա որ ասում են արեք օրինական բան չկար։ Այդ Արտուշային քանի որ ես շուտ բանից ճանաչում եմ, գիտեին ինքը իրոք զինվորական է, դե ինքը միակ Հայաստանում, եթե լուրջ Աֆղանստանում կրված կա, դա ասեմ, այս մարդն է, բրիգադի հրամանատար, որը Աֆղանստանում ինչքան կան, սրանք չեմ ասում չեն գրվել։ Ու իսկական հերոս մարդ, որ զերոյից գետնով խփելով մտեր Աֆղանստան, ոչ թե ասենք զորքա իջեցրել բան, այլ իր շտուրմավոր դեսանտի բրիգադի հրամանատարել է զորքով մտեր Աֆղանստան, ասենք Սովետ միության տարածքից մտել ու ցես կրվելով գնացել մտել Աֆղանստան, էսի լուրջ հրամանատարը լուրջ մարդ, թե չեն մնացած 90%-ը որ էսի ասենք ես չեմ ուզում ասել եւ այլ դրանք ինքնաճենսագրությունները որ վերցեք նայեք երևա ինչի են ասում են Աֆղանստան ծառայեցինք 90%։ Չնայած Աֆղանստան ծառայողների մեջ շատ հերոս տղեր կան, բայց դե կան աղա մոզեր չկան։ Էդի չեմ ուզում ասենք սաղ տղերել կան դրա։ Էդի իսկական կրված ես սրան ասենք միշտ հավանություն եմ դե լուրջ մարդ է։ Ասի քել լեթանք է դլվի զորակ մեր մոտ ստեղծենք։ Ուրախացավ։ Դե հավաքեցի մեզ երկու գնդապետին, իրան վերցինք եկանք, դաժե միջև արդեն հրետանել ունենք մենք, կանոնավոր բանակ չենք ոչ մի բան, մենք արդեն պուշտ չենք բաներ ձեռք ենք բերել Թուրքիայից, թողեր, մովեր խփել, լուրջ զենքեր ունենք, ասել մարդիկ Ղարաբաղից էին սա ձեռք բերել, ասենք Հայաստանից մեզի կարային մինակ ավտոմատ, որոշ sense բան, ինչը հնարավոր էր ուղղաթիռով բերել, իսկ այնպես բաներ չեն գար։ Եկանք տեղ մեր հրետանին, այդ վաղ մեր հետ մի հատ զինվորական ավակյան կար, Ֆրունզիկը, փոխգնդապետեր են, սա էր զինվորական, մեզից ուսուցանում էր ու ասենք որոշ զինվորական բաները իրանից էինք սովորում, տերմիններ եւ այլ, քարտեզագրություն, արդեն զինվորական, մենք մեզի արդեն այդ կրթական բանը սկսեցինք տրամադրել, որտեղ ուրիշ ձև չկար, էլի, որտեղ տեմներից լուրջ համ ռուսական զորքեր նստած, համ գիտենք որ դրանք ավելի 10 անգամ ամեն ինչով զինված է։ Դրա համար մենք պետք է առավելություն ունենանք ինչ-որ բանի, ուրեմն պետք է իրավիճակը կարենայինք։ Սկսեցինք սրանցը բերինք այդ պուշկան, կայնան պուշկայի մոտ, այդ մեր ջուղերի վիրևն էր,
դուք չվաբիրևը։ Պուշկան տեսան կայնան գրազ եկան դաժը մեր այդ բալկոնի հետ, որ խփենք ես իշտեղ, ես իշտոշ չեն, եւ որ դաժը մի աշիկ կայնակի վրա խփին դրանք գրեցին։ Իջանք դու։ Իջանք տեսան, որ գյուղ ժողովուրդը մեզի ոնց են արդեն դիմավորում, արդեն ոչմ իրանց մեջ իրանց լավ զգացին, բա բերենք սարչենք այդ ստորաբաժ գումարտակ ստեղծենք։ Խնդիր չկա, մի օրում կարելի ասել արդեն պատրաստ էին սա, թղթաբանություն եւ այլ դրոշել բերեցին, երագույն եւ վաղ ուրիշ չկար, բերին գումարտակը շարին, ձեր չոքցրին, դրոշը պաչեցրին, յանարդ դու գումարտակի իրաման, յանի չէր իսկական, որտեղ մենք սկսեցինք դրանից հետո ֆինանսավորվել, օրինական որպես Ղարաբաղի գումարտակ։ Ես Հայաստան չէ, Ղարաբաղի գումարտակ ենք ստեղծել, դա ասում եմ 91 թվականին, ոչ թե 92-ին, նոր Հայաստան բանակը այլ է, նախարարություն այլ է, ես արդեն մի տարի այնտեղ կապիտան էին, գումարտակ ունեինք եւ այլ։ Ու այդտենց սկսեցինք արդեն որպես ստորաբաժանում, կարգականով, այն վաղ համատեղ էր Ղարաբաղցիք այդ տարածքի եւ Էշմիածնի, ասենք, մեր տղաները, այդտենց իրար հետ գումարտակ, բայց շատ մեծ էր, որտեղ ստեղից են մեծ քանակության մարդիկ ունենք, այնտեղ այդ 7 գյուղի ժողովուրդը, մոտ իրար հետ 1170 քանի մարդ էինք, մարդիկ մի տարեկանից մինչև բան, որտեղ մենք բչեսը սաղին էինք հաշվում, գլխականակ էր մեր մոտ, նոր ծնված երեխից 100 տարեկանը, թե այնտեղ զինվորա, թե ինչա կապ չունի, հացը ջուրը որոնում էր սաղի ման էր։ Սրա համար գիտեմ, մեծ թվեր 1100 քանի մարդ էր այդ 7 գյուղով մենք, որ այդպես մեր զինվորներով ասենք, այնտեղ սաղը մեր համար զինվոր էին, բացի փուչուր երեխեքից, կնանիքից։ Մեր ունեցածից տեղացիք եւ այլ արդեն սա որպես պոստել ինք այնեմ, աշխատում ինել, խրամատել իմ փորը, ինչ ասեն, արդեն փորնի զինվորական դրության մեջ էր այդ տարածքը, մանավանդ մեր ասած խոսքը օրենք էր, աստուծո հետո մենք էինք դե կարան բան ասեինք։ Իրոք այտենց է, էլի։ Ես մի անգամ ջղայնացել եմ ուզեցել եմ այդան բեսպրիձելի չարություն են արեն, դեպի տղաներն առանց ասելու գիտակցությամբ կռիվ են սարքել թուրքեր հետ, որը որ վտանգավոր էր, կարող է սպանվեին կամ իրան վնաս տային, ասել եմ, ես հետում եմ, տենար այդ ժողովուրդը կրնենք, այդ իրեն պարկեր են ավտոների կալոսների տակ, որ ես հանգար չջղայնանում այդան։ Դաժե որ թողայիմ իրանց այդ տղաներին, իրանց սերով կարող է խիստ պատիժներ տայի, բայց հետո վերջ է։ Կանոնավոր բանակի գումարտակի հաստիքով սկսեցինք արդեն լուրջ արդեն ստորաբաժան, արդեն Ֆիզուլի քաղաքին վախացնել Ֆիզուլի քաղաքին։ Նու սկսեցին արդեն մեր վրա, գյուղերի վրա մեծ կրուբնի կարիբնի զենքեր օգտագործել, հրետանի օգտագործել, արդեն սկսեցին անմեղ շատ զոհեր տալ, երեխեք, պատահական մարդիկ, որ կապ չունեն, անդադ խփում էին գյուղերի, մեքենաների շարժին, մենք իրանց էինք արդեն մենք էլ քաղաքին պրյամ ջղայնանում են բարձրահարկ շենքերին դեմ ասում դավայ տվեք հրետանով ոնց մեկին 10 իրանցը վնաս էին տալի բայց մենք էլ էինք վնասում ու այդպես շատ ժամանակ դիմացել ենք համարյա այսպես վերցենք կանոնավոր 90-91-ից մինչև 93 թիվ 3 տարի ինքնապաշտպանություն են գարել Եչա քաղաքի 75000-ից է Ֆիզուլին իրապանում այդ քաղաքը իսկ մենք ասեցինք 7 գյուղն իրար հետ ու 1200 մարդ գցենք զինվորներով նորացինով եւ այլ այդքան մարդով կարողացել ենք 3 տարի պայքարել ու մի մետր չենք թողել դրանք կան կամ մեր գյուղերը վրաս են այդ վաղ Մարտակերտն անջի այդ վաղ շատ տեղեր են Քանդե ջարդը դաժե որ Մարտակերտն է ժողովուրդն է խնդրում որ Մարտակերտն է մենք ով ենք ստեղ մենք դանի թողանք այդտեղ ասի չի ստացվում որը դուրս եկավ մենք էլ ենք այդալու որտեղ ես եկել եմ ժողովրդին բայել հողի ջրիմար ես Էշմիածնից ինչ գործ ունի կա ձեր հողի ջրիմար գրել ցեզի պաշտպանել որպես այ եթե դուք թողում եք այդտեղ մենք ձեզի շուտ ճամփեներ գիտենք ու գետանք ու չթողեցինք դաժե որ շատ էին կրակում մի հատ ամենավատ իրավիճակն ասեմ որ ես դա շատ ծանր եմ տարի որտեղ որոշեն որ Ֆիզուլի քաղաքը պիտի անպայման ազատագրենք Երբ որ սկսեցին այդ ձևի կրուբնի կարիբնից մեծ տրամաչափի զենքեր հրանոց օգտագործել, մենք գյուղերում դեմ M6 բան չկար, որ սովորացներ կամ տալիս էին գյուղացիքը իրանց տների հետևում կամ տրանշեներ էին փորում խրամատների կամ ասենք գետնափորեր էին սարքել, որ սկսում էին կրակել, որ վազեին մտնեին դե ինքնապաշտպանություններ, իրանց գոնե ժողովուրդը չվնասվեր։
ու դες մի հատ մեծ փորձանքի ռաստ եկանք Ալգուլախ գյուղում 6-ից 8 տարեկան այդ տարիք էլի չափի 4 հատ երեխա աղջիկներ մի տան մեջ խաղալուց ասենք որ սկսում են բան արել մերը վազեցնում ասում էլի հանում դուրս վազեցնում փախեք մտնեք ընդ Ելնում են երեխեք ուրեմն այդ սնարադնց խփում չի ասենք որ այդ տանջունի վրան հողը շուռա գալի դրանց այդ որտեղից ցակած ստեղնա բերան միջև քանդաների 4-ը խեղդվում են մեռին Երեխաչիններ, չնայած սրանց մեծ պատասխանը դրանց առաջին գիշերն ենք թաղել Չնայած ղերտին գնաց Նազիկ Ստեփանակերտից սրանց դե շորեր չկար հացնեն մի ձևի կոշի, մի ձևի դերա որ նայ ոնց որ քնած երեխեք Այդ օրը երթվան որ այդ երեխեքի դիալին ես դե ֆիզուլին ազատագրեմ մեն լուրջ դի դրանց սա լուսերը խավարի Ինձ լույս չի լուսերը դե ջուղում վարվում է վախ սենց էր մենք որ դաժում ասենք դվիժողներ էր կամ բան լույս չկար լուսը ֆիզուլում էր էլի ու հակառակ հետո կարծենք այտենց այդ սաներ հոչեկանից հետո վերջ արդեն կանոնավոր բանակ որ Հայաստան սկսվավ դու տես փիս տրամադրված եմ ես որ բրես քաղաքի հետ հարցերը լուծվեց էսի պիտի անպայման այդ քաղաքը միակ ձևն է որ այդ ժողովրդին փրկել կռվով երկար չեն կարող այդ քաղաքը պիտի ոչնչացնենք որ այդ ժողովուրդը փրկվի ժողովուրդը կարին ավելի ինքնապաշտպանական չափերն այն դրա համար եմ ասում որ այսօր մենք լուբոյ մի մետր հող տալուց դառն Ղարաբաղը տալիս են իրավիճակներից ասենք սենց այս երեխեքի թաղումից հետո որոշեցինք որ ֆիզուլի քաղաքը պիտի չլինի նոր սկսեցինք արդեն փիս քաղաքի հետ կռվել ոչ թե բան մեծ զենքերով դաժե բան արդեն այդ դիմացի ջուղերը սա հողերա ջու արլոյամ ու մտնել վառել քանդել արդեն ոբշան ուրիշ ձև չկար մենակ մեզ փրկում էր հարցակողություն ամեն մեր այդ վաղտվա զենքը զինամթերքը վառելիքը մենակ թուրքերից էին վերցնում ուրիշ ձև որ տունը մտնում էինք սալարկեն սիստերներով տունը տրած վառելիքը ունեին ամեն ինչ սկսեցինք արդեն գնալ նրան որ ավրի մտնում էինք խփում էինք սրանց զինվորներին կռվներից դիրքերից որ դրանց զենք զինամթերք ինչ որ մեկը մի ժամանակ ես Ստեփանակերտում պետք է անուն գտնամ, բայց դե քանի որ անվանական չեմ խոսում, պատասխանատուը գրում են, որ մեզի զենք զինամթերք կա, այդ ծանր վիճակը, իրոք կրակում էլի ամեն օր պոստերա, բանա, մեզի փամփուշտի մասին էր խոսքը, որ մեզի փամփուշտ տրամադրեք, գրել էր «Потерпи казак, скоро боеприпасы будут». Ես էլ գրիմ, արա, տվար, մի ռագատկն будем воевать։ И воевали, ну начинam, սկսեցինք մենք դու չեք տալեմ թուրքերից կողել են, սկսենք թուրքերից իրոք շատ օգտվել, ինչ ասում եմ Սաղ զենքներ, զինամթերքներ, այն ինչ-որ մեզ պետք էր, ասենք, կարողացանք սկսեցինք թուրքերի ջուղերը ազատագրել։ Առաջի կրուպի գարի վրա ասենք դեշեկան, մեքենայի վրա 66-ի, տենց KPVD, բան, արդեն ավտոմատներ լավ, սաղ սկսենք թուրքերի նագնի մտնել ջուղերը, խփել, ջարդել, փշրել, վերցել, միջև ֆիզուլի, այդ սարերը մի 6-7 թլավ ջուղեր, սաղ վեգալեցինք։ Արդեն հելանք մենք նստանք այն բարձրուկների վրա, կվակ կա, բերթեր կան, սրանք ֆիզուլին մնաց մեր ափի մեջ են։ Այդ վաղ ահագին լավ նորմալ լուրջ տղաներ, որոնք որ այդ վաղ արծիվներ էին։ Արծիվ այդ Ալիկ Պետրոսյանի արծիվներից չէ, իսկական արծիվների մասին եմ ասում։ Որ հա ասենք տանկ էին խփում գրանատամյոտով, որ Առաջի տանկն են խփել Ղարաբաղում, առաջի օմոնականներն են բռնել Ղարաբաղում, առաջի, ինչ որ ասում եմ, մենք մեզից է սա Ղարաբաղ։ Մտնել ենք նագլետ թուրքերի գյուղերից, օմոնականներ են վախորել են, տներից բռնել բերեն, մի քանի օգու։ Սկսեցինք դրանց սաղ անասուններ, ֆերմաները, բամբիտաներ բերել, բաժաներ գյուղեր, ինչ ոբշան, biz տերորի ենթարկում դրանցը։ Այդ ժամանակ ինձ կանչում էին Հայաստան այդ 5-րդ բրիգադը ստեղծել էին տարերին Մարտակերտ անհաջողության էր մատնվել բրիգադը ջարդվել էր Մարտակերտում հետ էին վերակազմավորելու հիմա Քոչարյան Անդոն այնվաղ Վազգեն Մանուկյանն էր պաշտպանության նախարարը ասենք ինձ կանչում են որ բրիգադ ընդունել ես էլ ինչի սա պետք ես գիտեմ որ այդ բրիգադը տան բրիտանեն Հայաստան կամ բան ես էլ այնտեղ լիքը խնդիրներ ունեմ որը որ ես պիտի լուծեմ առանց սրա չի ստացվի վերջը մի հատ մեր հարության արայքներ որ զոհվեց շատ ուրիշ ձևի տղա էր էլի փիս
Ոսոր իմ մեջից սխպեին ինձի, էլ ուժս մտածեցին, որ չի պատի, ես այդ իմ խնդիրները չեմ կարա կատարել, գնամ մեկամ Հայաստան Քոչարյան Նանդոյի մոտ։ Ասի եթե համաձայնում եմ այս բրիգադն ընդունել, այս բրիգադը գտակ տանենք Ղարաբաղ, զորքը զորամասը, են Հադրութի շրջան, որտեղ ես եմ, եթե գտակ, պաժարություն։ Բայց եթե ընդունես կտանք, ասի չի չափու ասածը, Վազգեն Մանուկյան նախարար, ասի Վազգեն Մանուկյան թոքան չասի ու մի հատից իմ հրամանն ու այս բրիգադի մեծ դիսլոկացիան գրեք, ես ընդունում եմ։ Ու տենց էլ արել են։ Արել են, պատկերացնում եմ, ասենք բրիգադ, եկե, որ վերակազմավորվի, չհաշված այդ վաղտեն 4-5 հատ նորից գումարտակ, ասենք այդ գումարտակը Էշմիածնի բանի, ոչ են բերել, լցրենք, սարքերենք մի մեծ, իսկ 17 թորում ընդուներ եմ բրիգադը, վերակազմավորել եմ ու սկսել եմ Պերեբրոսկանել Հադրութ, որ շուտ տեղափոխեմ ստեղից հանգարց չփոշմանեն։ Արդեն ինչքան դարավ այդ։ Դե բրիգադը շատ մեծ էր այդ վաղտ։ Այդ վաղտ մինակ 17 գումարտակ ու դիվիզիոններ են ելել, մեծ ստորաբաժանում էր, սենց հիմա պրոստո մի փոքր տեխնիկան չէր ելիքում, ասենք ուժը ֆիզիկական կար, զենք, բայց ու դες գնացինք, սկսենք բանանել, հետո տեսամ դե այն մարդիկ կապիկություն խավեր, բայց վերջը գցինք սաղին տեղը, սկսեցինք արդեն լրիվ ազատագրել, Ֆիզուլին իրա 47 գյուղերով։ Չհաշված, ես էդի ասում եմ տենց, այդ ընթացքում, ասենք, այդ 90 թվից միջև այդ, Ղարաբաղում չել է մի հատ գործողություն, Աղդամ կլեր, Շուշի կլեր, ասենք գործողություն կամ Լաչին ազատագրում կամ Քյալբաջարի ազատագրում, ասենք որ ես կամ իմ տղերիքը, ասենք խումբ, ունեմ 20-25 գոթի տղեր, այս մարտական գործողություններին մասնակցած չլեն։ Ասենք Շուշին այսքան խոսում են, մի օր մենք չենք ասել, Քարինտակի մեծ կռիվներ անմիջական իմ տղերքն են տարել, իրանք են բայել Քարինտակը թուրքերի հետ կռիվ, ասենք այդ բանը։ Դե եթե այդ ամբողջը չարվեր, բնականաբար Ես ուզում եմ ասել, մենք խոսացինք մինակ Հադրութի շրջան, այդ ընթացքում, ու մինչև 93 թվը, ասենք չել է տես տեղ, որ ես կամ իմ տղերքը չեթային կռիվներին չօգնեին, Ղարաբաղ չմասնակցին կամ առանց մեզ տեղի հրամանատարությունը պայման մեզի տեղակայվող մարդ էր ուզում կամ զենքի կամ բանի տեսա, ունեն լավ աշտինգած տղերքով, որ չեթային չմասնակցին կամ ընդհանուր խնդիր չկատարեն, ասենք, որ այդ ինչ են հետում, ասենք, գնում էին, որ այս աշկիների բանն իրանց խնդիրը իրանք պիտի կատարեն, այդ ժամանակ, որ տես բրիգադը կազմավորված բերենք, եկերենք, պայմանավորենք, տեղափոխրենք Հադրութի շրջան ու մեջիչ ընդեղ խնդիրներ եւ այլ, միջև լուրջ արդեն ստորաբաժանում 100%, որտեղ այս բրիգադը կազմավորված էր Հայաստանի Հանրապետության բոլոր պայմանագրային, ասենք ջոկատներից, կարելի ասել, բոլոր տարածաշրջանը, Հայաստան չկա տես տարածք, որտեղից կամ գումարտակ, կամ դիվիզիոն, կամ վաշտ, կամ ինչ-որ մարդիկ չլեին այս բրիգադի մեջը։ Բնած Երևանն, ասենք, իր գումարտակների մասին, իրան Կիրովականը 3 հատ, Հոկտեմբերյան, Էշմիածին, տենց ասեմ, սաղ տեղերից, Սևանից, բանից, սաղ Հայաստան Հանրապետության հավաքածու Լեննագան, ասենք, 2-3 ստորաբաժանում խոսի, տենց մեծ հավաքածու բաներ։ Մի հատ էլ մեծ, արդեն զորակոչ բան կար այդ վաղ, մեծ Լուսակերտի զորամասը, որ այսօր հրետանային գունդը, դա իմն այլ է, մենք ենք ստեղծել 700-ի մանադոյ զինվոր, մեծ գումարտակ, ասենք, այդ վաղ միջև 1000-ի ես մանադոյ զինվորներ են ունեցել, բայց պատրաստ չիմ տանում դրանց։ Դրանք մինակ կամ սվյազդիստ, կամ կապավոր, կամ դիպուկարներ, կամ հրետանավորներ, թե չէ ես զորքը երեխեքին, թե Հադրութի ուղղությամբ, թե Մարտակերտ չեմ տարի կռիվ, կռիվորն հետներս են ելել, իրանց զադաչը լրիվ ուրիշ այլ է, իրանք իմ մեջն են պայել։ Ջայել տղերքին ուժեղ տղերք, որ համ փախնող չլեր, համ էլ ներխուժող չլեր։ Ես միշտ որտեղ եմ մտել, ասեմ, կրուգավոյ ավարունայի մեջ եմ էլ ավելի քիչ այլ է թուրքի դեմը, հետևը ավելի պինդայել է, դրա համար էլ քիչ վնասներ էին քաշում, էլի, դրա համար էլ չէին կարող չրթեին մեզի ոսոր շատ մարդիկ տրական կամ խոփնման։ Ես այդ գիտեմ, շատ լավ եմ հասկանում, թե ինչ է կամ ոնց է, ով որտեղ ոնց է զոհում կամ ոնց են զոհում, դրա համար ես միշտ
Եթե ուզում ես գործանես, ունենք քեզ կայնաս բայց, եթե ինձ չկայնային բան ես այդ գործողությունները չէին կարող կատարել։ Վերջը ուզում եմ ասեմ, բրիգադը տեղափոխեցինք ընդ, կազմավորվանք եւ մեծ խնդիր լուծեցինք, իհարկե հասել եմ Ժդանովի տրաս, հասել եմ ստանցիա Հորադիս, շատ, այսօր որ ինչ դիրքեր կա, այն ժամանակ այդ բրիգադի 92-ին այնպես մեծ զադաչա կատարել, որ ընձի այդ վաղ ուղղաթիռով, ասենք այդ վաղ ազգային ժողովի պետայրավական հանձնաժողովի նախագահն են Գևորգ պան Այվազյան Սմբատովոր մարտիկելերին եկերեն պարլամենտ ուղարկել, որ գնա դադարեցու իմ առաջ գնալը։ Եկերեն ասել են հետ քաշվի, Ալիկ Պետրոսյանը փոխնախարարներ եկերա հետ քաշվի, ասում քաշվեմ, ինակ գարանտիա տվեք, որ թուրք առաջ չի գա, այդ ժողովրդին չի, ես թողում եմ տուն, ես խոմ չեմ եք եստեղ, որտեղ դիտվաղ ջղանացես Պարսկաստանին եմ խպել, որտեղ թուրքերին տարան լծին կարակ, սնցանյանն սկսեցին մեր վրան գրակել, ես կամանտում սկսին Պարսկաստանին խպել, հետո խարնագոն իրաց։ Վերջ եկան, բան, դաժնից վերցեցին ուղաթիռը, առաջի անգամ կրակադիլոտ բան ուղաթիռը վերցին բերին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Թե քեզով արամայ, որ դու այդքան առաջ ես հետը մեզ ես անում են ես անում, ֆիզուլին ես մտել, դե մի 5 անգամ խապի մասի չեմ մտել, բայց մտելինք վարերինք անցելինք, դա ոչ թե անպան անցելինք, մի 7 ջուղել են անցելինք։ Վերջը 6-րդ զանգ ես տեղում Մարտունի, ասում ֆիզուլին վարում են, ֆիզուլին թողել։ Վերջը տեսամ ճարչկասի ռազմետչիկներն են մտել, կարող կրակել են տրասի մուրասի, ասել Լևոնը փիս տար, մարդիկ իրեն ինձ կանչել են, որ կալանավոր են։ Իրոք դες խիստ բարկացած էին իմ վրա, որ ես չէին կայնում, որտեղ ինչ խումբ ուղարկեցին դե փիս պաստատարիմ էլի։ Այդ խմբերին հետեկան որ ու դեսը չիմ կարա չգային, կարային չգային, բայց մտածեին վախենում եմ կամ իմ ես իմ արած գործը պետք է կարենայինը արդարացնեին, ոչ թե արդարացնեին, ճիշտը սա է։ Դրա համար մի 3 հոգով Սարիկի բանի տղերքի հետ Փաթյան Աշուն ելերենք, իհարկե 4 ժամ Վազգենին բացատրել եմ եղելությունը։ Ես դինամ Վազգենն ինձ հասկացավ։ Դասի գնացին Վազգեն ջան, ասեց ցուր, սպասի։ Որ ուղարկել են ուղղաթիռներ ֆիզուլից ինձ վերցել բերելա Լևոնի մոտ։ Բաբի Լևոն Տեր-Պետրոսյանի ձգության։ Բասի Վազգեն ջան, դու չես մեր ժամանակ, բայց չես ասել, դու գնա մնացածը քու բաչիլի։ Որոշեմ գնաց եկավ։ Միտեղ դրամ Լևոնն էլ հետը ոտ եկան, այդ Վազգենի դաշան որտեն դե բասեին բան կա։ Անդից այդ վանո, բաբիկ, մաբիկ եկան լսպան, սաղուսեն նայում են, և աղտը սենց մուրու, պրչոտ, բան, զենքերն ավտոմատներն էլ կողներս էլ, ինես չի որ, ասենք, լուրջ վախմին է, կարվան բայտակ հանգած բան ասեին, վերջին, 5 անգամ որ խապիմ Լևոն Տեր-Պետրոսյանի, որ չենք մտել, 6-րդ ասի ամութելի երկրի նախագահան, ասի չէ, ռազմետչիկներն են մտել, Բա ուսես տվեց դոշի սրանից հետո ոչ Վազգենի, ոչ մեկի, ոչ Ղարաբաղի, ոչ մեկի իրամանը չկատարեց մինակ, բասի բես մինակ քուրաման եմ կատարի, բա ոչ չեմ կատարի։ Ասի եղավ, բա եղավ այն մոսո էր Վազգենի բանը, բան Տաշկենտից Եմիշին ղեկենից երկո, բայդի բերեք վերին դե քարտեզների արգի պրեր էին, սրի ազով կապեր, նայում եմ արա, թե դրանք ինչ գործ ունեք սրանց էր, տվեք տանենք դե 1000 գործ կա վերջը։ Եմիշ տերանք տեսամ չէ, բան չեն ասում, բան մինակ իմ հրամանն ասի հա, հնցերանք 2 մետր մտան Վազգեն, թե Վազգեն ասի, մնացել են ստանցիա, Չանդ Հորադիզը, ասի մեզի շատ ան եղում, խփման, տղերքին որ 2-3 հատ դիակ ենք տալի, մտես ջուղը մտնենք, քշենք, ասես դու որ քշես հետ չես կա, ասի գանք, մտնենք դրանց էլ լարենք հետ գանք, բայց չես կա, ասի Վազգեն լավ էլի, խփում են օրեր գա, որ չէ, Վերտալյոտի մեջից որ հետ եմ գնացել կամանդը միջև եսի չեմ արդեն այդ ջուղերը վարին, հասել են արած, նորից եմ ինձ ուզում են հետ տանեն ասել, նոր եմ եկե, ինչ եք ուզում են ես, վերջը տենց իրավիճակներն ենք հասել, տեղից հետո ինձ հանեցին Ղարաբաղից, որը որ բրի չանեն, մեծ Վազգենի սխալներից մեկն է, ես միլիոն անգամ ասի, որ մեր սորաբաժանները Ղարաբաղից մի հանեք, նավարոտ ասում, բերեք ստեղ խառնեք իրար, էլի, վերջը չլսան, ինձի հանին բերին 93 թվի վերջին, իհարկե խռովում ես, հետ էլ ասեմ, դաժե ոչ մեկը Հայաստանում դուխ չի արել, որ 94 թվին, որ պատերազմը սկսերա, կար ինձ ասել Քել Ղարաբաղ, ինձ պարգև Սրբազանն է զանգ է խնդրել,
ու ամարասի Արտուրն եկե իրոք իրավիճակը դենի ճանաչում մարտականներ, թե Մարտակերտի վիճակն ինչ լուրջ է։ Պատկերացնում ես մի ժամ, երկու ժամ խոսացել է, ինձ չէր հետաքրքրում արդեն թե ես ումից եմ եղացել, ելել եմ ասել եմ նստի ավտոն, նստել քշել եմ Մարտակերտ, գնացի իմ աշխող տեսել եմ իրոք որը տենց է, եկել եմ երկրորդ օրը իմ ռազմավարություններին ուղարկել եմ ընդդեմ ու սկսել եմ զորքը առանց որևէ մեկի։ Բացի խոնքը ուղարկել եմ դեմ։ Միջև խաբարների արդեն երկու գումարտակ ես ընդե զորք եմ ունեցել, սկսել եմ կռվել տղերքը։ Հետո ինձ Իրաման տվին ուղարկին Ֆիզուլի դեր արդեն այն իմ ազատագրած տված տարածքների այսօր էլ 50% էվակուացիա ինչ հանձնել եմ ինձ հանել են։ Այն վաղ ինձ հանելու համար Հայաստան, Ղարաբաղ ինչքան զորք կար, ինչ կարեցան հագին։ Չնայած ես եկամ 6 ամիս հետո սաղ տվին տարածքներ հետ քաշման։ Այսօր էլ, այն ինչ որ ես ազատագրած եմ, դրա 50%-ը հետ են տվել բռնացստանցիա Հորադիզից, սա այդ վաղ մենք ենք վերցրել։ Ոչ թե վերցրել եմ, ես անցել եմ։ Ստանցիա Հորադիզը մնացել է հետևներից։ Ընդ մինակ ավրեր մնացել, որ այն լավը դրամար ընձի հանին էլի, մտածելով ես որ որտեղ եթում եմ, ոչ ոք չէր կարում, ասենք այդ քաղաքները գյուղերը մտնել։ Բացի այն մարդկանցից, ովքեր այս բաներին, ասենք հադրութի ժողովրդից բացի, այդ տարածքներում ես ոչ մեկին թույլ չեմ տա Ղարաբաղի մնացած տարածքներից գային մտնեին, մենակ այդտեղի ժողովուրդ իրանք ունեինք, այն այնտեղ ասենք այդ գյուղերից իրանց ինչ պետք էր տանեն։ Չեմ թողել, ես միշտ փակում էի իմ հետևը։ Անկախ դրանից ուզում էր դիկական եկել Բաբայան Սամոն գլերով կոմանդուս չէր, դիկային կանին պոստը ինձ զեկուցել նոր պետք էր թողային։ Կամ առանց իմ հետ ճշտվելու ոչ ոք չէր գալել իմ տարածքները։ Իմ հետ պայմանավորվել են, ես ասեին, որ գային, թե չգային դիկանային պոստերի վրա։ Այդ ձևով հետո եկել ենք Հայաստան, տեսել ենք, գնացել ենք Մարտակերտ, իհարկե զորքը չեն գնացել, ես զորքը սկսել եմ Պերեբրոսկանել, որ ես եմ այդ վաղտ հունվարի 4-ին, երեխեքիս, ես զորք արդեն մի ամիսակ Պերեբրոսկային գանում, երեխեքին դիկենքին կնունքի կավունել վազդեններ։ Ընձի բասպաս երեխեքին հունվարի 4-ին կնքել ենք, իրիգուն գիշերը դուրս են եկել, 120 հոգով, հասել ենք առավոտը լուսաբացին Ստեփանակերտ, գնացել ենք կոմանդուշչու Սամոյի մոտ, Բաբան տեղում չէր է, Ռուբերտ Քոչարյանն նստած էլ է կաբինետում, ասել եմ ինչ կա իրավիճակը ոնց է, բավատա ծանր է, Դա ոշմասի ես եթնում Մարտակերտ էր ծանր, արդեն օրեկան բաղտալը 5-6 հատ դիակ են բերել մեր տղաներից, զովերի, մեր գումարտալներ, փիս կռիվներ էր եթում։ Ամեն մի վարդյան էլ ես մտածում եմ, որ իմ մար շատ ուշա։ Այդ վաղց Ռոբերտ Քոչյանը շատ է խնդրել, չեմ ուզում ուրիշ բար, շատ, որ արի մի գնանդ է գնա դու Ֆիզուլի, արդեն թուրքերը մտնում են Ֆիզուլի։ Այն տարածքները լրիվ էին, արդեն Ֆիզուլի են մտնում։ Քանդեր էին, իրավի պաշտպանությունը, ես ասում եմ ոնց կարամ, այնտեղ սենց վիճակ եւ այլ, բա ոբշն, շատ խնդրելուց, համոզելուց հետո, ամեն դեպքում Հադրութը ինձ հարազատ երկիր էր։ Մտածեցին, որ ասում եք, պարզ, որ Հադրութն ընկա, ուրեմն սա Ղարաբաղը չենք կարող պայն, ստիպված կապան տղերքին, որ բանարել ես գնում եմ ընդեղ։ Պայմանավորվանք, որ արի Եթե գնում եմ ընդեղ, Մարտակերտը կամ դուք Ստեփանակերտը տարեք Մարտակերտ, իմ զորքը տվեք ինձ ես հետամ Հադրութը պայան։ Չնայած գնացել ենք այդ օրը քշերը արդեն մարշով, տեխնիկաներով մարշով, թուրքերը մտնում են կալոնայով, Ֆիզուլի։ Շմայս Սարիգը մի 15-20 հատ տղա լուրջ զինված, գրանատամյոտներով ղրկել եմ, խփել են թիգունչից սրանց կալոնաները վառել կանիցրել են, պաշտպանություն ենք սարքել ու սկսել ենք ջարդել սրանցը նորից հետ տալ, արդեն էլ ջարդել էլ պետք էր, այդ իմ պազինոն լսում էին ընդե, թուրքերն արդեն իմացան, որ շոր ենք եկեստը, լրիվ հակառակ ուղղության, ոչն բան էր։ Չնայած մեր զորքերն ընդից հանին, Պերեբրոսկային, եկանք հասանք Ֆիզուլի, ստեղ սաղ դիրքավորվանք, այդ վաղ Աղաբեկյան Արտուրին գործից հաներին ուրիշ մարդ էին նշանագետները, ստիպեցի Աղաբեկյան Արտուրին բերին վերականգնին առաջի պաշտպանականի շրջան, որ ասի ժողովրդին հավաքեք, բերեք, Աղաբեկյանին նորից նշանագեցին ստեղ, միջև մի 10 օրվա մեջ, մեկ էլ տվին հասան Մեծչեն, ընդեղ Մարտակերտը, նորից ինձ վհել վազին, գնացել եմ Մեծչենի խաշնուրիկից, տուն ենք հարցրել, որ մի հատ որ այն վաղ Կարենը
13-14 տարեկան, աս երեխունի չսնենք, ու տենց իջացրել են մեծ չեն, ու ստեղից սկսել են մեծ չենի խաշմերքից միջև թալիշ, թեկուզ օրեկան մի մետր մի սանձին, ջարդելով, կոտրելով գնացրել։ Մտահաղացումը ինչ էր։ Ինչ էին ուզում էին ինչքան վերցնեն այնքան, որ դե հայր են ապրում, թե առաջ գնան, թե Ով թուրքերի մասին է։ Չէ, մենք ինչ էին պլանավորել։ Մենք այդ ժամանակները ոչ մի բան, առաջերտին ինքնապաշտպանություն, այս բան չել է պլանավորել։ Մենք գնանք, հետո ենք, որ տեսել ենք ուրիշ ճար չունենք, կամ երկու տարբերակ էր։ Մեկ առաջին ուրիշ ճար չունենք, պիտի հարձակվեինք ու անվտանգություն ապահովեինք, երկրորդն էր, որ մի շրջանը վերցնում էինք անվտանգություն ապահովելու համար։ Սկսում էր աշխարհը գոռալ վրներես։ Այս տարերեք հետ տվեք, էսի ստիված մենք այն մեկը բդանենք, որ էսի թողային նրանից խոսային, հասցալ։ Մի քանի տեղ պոլիտիկի ռազմական բաներ կար, դոկտրինա էր, որ ճիշտ օգտագործում էր։ Համ առաջինը ինքնապաշտպանության, մենք լուրջ այսօր էլ այն վաղտեր, մենք միշտ ինքնապաշտպանական խնդիրներ ենք ունեցել։ Դրա մեջ ենք ելել, բայց ինքնապաշտպանությունը պայելու համար, ուրեմն ասում եմ լավ պաշտպանվելուց պիտի հարձակվես։ Ու այդ հարձակումները սենց խնդիրներ էր լուծեմ, ու հետո որ սկսեցինք Շուշին ազատագրել, Շուշիի, Լաչինից, Քյալբաջարից, սկսեցինք դրանք գոռալ աշխարհը, բռնած ռուսներից տվեք, թե չեք հեսա կգոտորեն, ստիպված մենք սկսեցինք ավելի լավ բացել տարածքները, թե չասենք դե բայց թուրքերի նպատակը այսօր ոնց ասում են Ղարաբաղը մերն է, չեն ասում, բայց Ղարաբաղը իրոք ավելի շուտ սեպտեմբեր 2-ին այնք իր անկախությունը ճանաչեն մենք 21-ին, մի քանի օր իրանց ուշացած է։ Օրինակ իմ մոր անկախությունը հայ ազգը ինքը անկախությունը ունեցել է Սովետ Միությունից բաժանվել։ Իսկական անկախությունը իմ ման ասենք տոնելուց ես օրինակ սեպտեմբեր 2-ին սաղ մեն մարդկանց ում որ ճանաչում են մտերիմներին անկախ դրանից այսօր ով որտեղ ինչ պաշտոնյա, ասենք SMS-ով կամ բանով որ խոսում ենք, շնորհավորում են մեր անկախության օրն ասում եմ, շնորհավորում եմ, մեր անկախության օրը։ Սա հայ ազգի անկախության օրն է, ոչ թե Ղարաբաղի, մեր ժողովրդի իսկական անկախության օրը։ Մեր հայ ազգը Ղարաբաղն ազատագրի անկախություն բեր, իսկ Հայաստանը Սովետ Միությունից բաժանվել է, դա ճիշտ է, որպես օր նշում ենք։ Մեր անկախությունը սեպտեմբերի 2-ն է, որ հայ ազգով առաջի անգամ կարողացանք անկախություն բերել մեր ժողովրդին։ Մի հատ ցած հարց տամ էլ, դա ուղղակի ժողովրդի մեջ են միշտ շատ խոսում, ասում են, որ թուրքերը բավականին մեծ գումար են պատրաստ տալ տան ձեր համար։ Էսի 89 թվից բարձրաձայն խոսացել են, ասել են, բայց զավաճանությունները, որ մեզի բռներ են խոմ ձրի չել է, սա փողն մի որ խոսանք հազարատ, օ դավաճաններին են բռներ, դաժե թույլտվություն են տվել, որ մենք սրան գնդակար են, չեն գնդակար է։ Եղել է ոնց, միշտ ընձի դեղ կարակ Ղարաբաղցից անտարի արջ էին ասեն, զինվորական բազին 45 գործանչելի, իսկ ընդ է թուրքեր անտարի արջ, ասենք Հադրութի շրջան, որ անտարներից ճիշտ է, դենց վախ ու սարսափել էր, հա, մեծ գումարներ են խոստացել, էլ էր հա։ Իսկ գիտեմ, որ մի անգամ էլ նենց վիճակ է ստացվել, որ թուրքերի գյուղ եք, չէ, մտել ու ձեզ թվացել արդեն գերիություն եք ընկել, բայց ինչ-որ տենց միջադեպ է, չէ եղել։ Չէ, դե որ մտածել եմ գերիություն չէ, գերիություն ընկեր եմ, պատմեցին գերության մասին, ընկեր եմ, գնացել եմ Խոջալու, տարել են Ֆիզուլի գերության ժամանակից ջարդված, մեքենայի բորտը բացել են, ցույց են տվել ժողովուրդ հարցակվել, պատկերացնում են զինվորները չլին ավտոմատները կրակել կանցեն, ու մեզի տարել են այդ Խոջալու, դրանց ֆիլտրներ տարել են ընդեղի ստանչած բժիշկներ տեսել որ ծանր ենք, Ստեփանակերտից են կանչել, մի օրը ի վիճակ էր տարել են Շուշվաբերդ, որը չէ Իվան։ Ես ես մի անգամն որ ընկեր եմ, դրանից հետո, ես որ պատմում, պիտի միլիարդատ պատմեմ, դրանից հետո որոշում եւ հրաման, որ հայ տղամարդը իրավունք չունի գերին գնելու։ Ու դրանից հետո որոշել են, որ պոստի ինքնած մարդ բռնեն կամ պիտի ինքնասպանելի, կամ պիտի իրան կախի, որտեղ մեկի պատճառ, որտեղ այդ վաղ մարդկանց բռագներով եմ, էլի, մենք բռնով այդքան բաներ։ Դրա համար հայ տղամարդ իրավունք չունի, ես ընկեր եմ ոտերի տակ, մեզի որ բռներ են, ասենց 14 հոգուն շարեր են Շուշաբանդեր, էլի, Ղարաբաղի տուն։ Վրներով են գնացեք է,
զինվորներ, սա Մաստեքով, Սպեզնազ, Ալֆա գրուպանը, չնայած մի 500 զինվորով են 3 տակ Պոլցարես գյուղը որ բռներ են, բայց ամենջական մի 100 հոգի Սպեզնազ, Մաստեքով են դրանք ովորել են, ասենք կինոների մեջ որ Ռեմբոներ տենում եք, դա հեքիաթ, այնտեղ կրիշից ծակ են մտել են, առաջարկից տվել են երկրորդ հարկ են մտել, ու հեն այդ տունը կա էլ ինչ որ խոսում եմ, սա մարդկան Անձի որ հանեն մինակ ու պալիկով կանցեր են ջարդած վիճակում պատին գծի աստանի բայբրի պասպան հուրեն ժողորդը, ասում եմ, что ես сука забрал, էլի, ոչ մի բան չկա, մի ձեռով ավտոմատը, այսս կողի ոտից քաշում, գլխից վրով, այսս քաշում գրեմա, ասես կողերս կրակում, ասենք տան մեջ են են կրակ, այդ տունը կա, սենց հնարավոր չի պլենտուզ ուղի խփել, չեն թողել կառավատների վրից, որևէ մեկը գլուխը զենքը կողը տրաշ, ոչ մեկը չի կարացել ծերը տանի զենքին Այսպես կրակով պայրեն մինչև, ասում ես տան միջը, մտը սենյակների մեջ են կրակ, առաջինը կրակում էին, որ մեզի սպանեին, խփեին։ Երկրորդը, որ մտան իմ բախտը, մեր բախտը բերա, հադրութի պոլկ կար, ատրիատ պագրանիշների, սրանց ֆիզրուկը ինձի լավ ճանաչում են, եվաղ դրանց որ կային շփվում ինք հետները, դաժը պանման ինք առնում դրանցից, փով ինք տալի, խմ յոշն, դվիժեններ անում էին, այս շակալ էտել էր բան, ես էլ էր հետները, Ես սրան ճանաչեմ, որտեղ բեղերով բան, ասենք եվաղ մենք չեն իմ պամետիլ, ուրխնում էր բեղերին, բեղեր բան, մաստի տագի ծերված է, ես հայվանը չլեր, ասենք մի ամիտ, ասեց ոտիխնի բուգոր, որ ընձի բրներ էին, էլ չխպեցին, եթե ասենք չճանանչեին, որ ես ընդերիմ, ընդ տրանց ղեկավարին ասեց իխնի բուգոր, եք ասեց ոտոն իխնի բուգոր, yani բրիգադիրը ղեկավարը սա է, էլ չխպին, ուրեմն ես իրանցը պետք էիմ կենթանի, դե որ ես էլ պետք էիմ նրանցը չխպեցին Կրակում էին, որ ասենք խարը, որ հանգարց պետք էր ասենք պերեստրելկա էր, այդ վաղտ սա բդի ֆիքսեին, գրանցեին, ասկնում ես, ասենք հետո մեր զենքերն են վերցե կրակ է բան, բայց լավ էր, էսի միանից վատ էր, որ դավաճաներ էր, բայց միանից էր լավ էր, որ էսի ցույց տվեց, որ մենք ընդեղ ենք, ես ընդեղ եմ, բան չարեցին, ու տենց ասենք փրկվանք, ճանապարհին լուրջ մարդիկ մի չկա, զոհվելա թաթուլը, խնդրի աղաչե, որ ես մեքենայից թռնեմ, էլի չտանեն մեզի տանջեն, չտանեն մեզի ես ինչ անեմ, ասել եմ արա, եթե պիտի դնենք սաղով, չեմ թողը, հետո այդ խեղճ տղան իրոք գնաց 9-ից 17 օր սաղ Շուշի, Բաքու, Կիրովաբադ, դադված, սենց չերես Վրաստան, Որպես վերջաբան, այսօր մեր երիտասարդությունը, այսօր մենք շատ կարիք ունի այս ձև կռված, սենց մարդու Պատերազմ հաղթերա մեր ժողովուրդը, որտեղ ամեն ինչը մեր ժողովրդի հաշվին արվել, ամեն ինչը, այն զինվորի կերակրելուց, հագնվելուց, զենքից, զինամթերքից, ուզում եմ, որ մեր ժողովրդի իր անկախությունը ամենաթանկ բանն աշխատակը, ճիշտ, ընկալի և դրա տեր լինի, սա բդիլի, որ մնացածնելի, սա է մեր հարստությունը, մեր արժեքը, անկախություն և մարդը, մենք ուրիշ բան չունենք այս երկրի մոլորակի վրա, ունենք հայ ազգին անկախություն և հայ մարդ, որը որ ամեն ինչ է, այդ աշխարհի ամեն ինչն է, այն ծայրեղը ամեն ինչ է, լավը, լավագույն, թե լավ սպորտսմեն, թե լավ երգիչ, թե ինչ ուզում ես, թե լավ ժուրնալիստ, ես ասում եմ մարդիկ, ասում եմ, որ մի օր իրոք մեր այս լավ գրով, չնայած այսօր ունենք տելևիզորներով լավ, թե շոուի մեջ, թե բան, որ տենում ես աշխարհով լուսաբանում են կամ անում են հայ ազգը տենց հզոր մարդ է, ուզում եմ այդ հզորությունը ոչ թե մինակ մեզ, մարդկությանը միշտ էլ ծառայացնեն, հայ մարդը միշտ լավ շինարար, լավ բանվոր, լավ զինվորել է ուրիշների համար, ուզում եմ այնքան լավ էլի, որ ինքը իր համար է ծառայի, իսկ մեր երիտասարդությանը ոչ թե ցանկանում եմ, իրանք պետք է հասկանան, սա իրանց տունն է, իրենց երկիրն է, իրենք են այս տան տերը, իրենց երկրի տերը, իրանց պապերն ու պապաները Պետք է բարի լինեն իրենց նոկնեն, որ լինեն, որտեղ ինչը որ այսօր մենք անում ենք իրանց համար, իրանք էլ հետո անելու են իրանց երեխեքի թորների համար։ Դրա համար այդ երիտասարդությանը հնարավորություն է տրված, որ իրանք էլ տեր լինեն եւ փոխանցեն իրենց զավակներին, իրանց դրա համար ուժեղ պետք է լինեն, վստահ լինեն, հավատան իրանքը։ Այսօր չհավատան, մի հատ վատ մարդի տենում են, ասում են, էսի, վայ, լավ, էսի թալանչա գողավազակ այ։ Բայց դա խոբ դու լավն ես։ Մի քանի օր լավ, ինձ միտեղ նեղության մեջ դիմացեք մինչև իրանք իրանց ինքնարժեք, իրանց պատիվ, իրանց ճակատագիր, իրանց տունը ոչ մեկին չվստահեն, չտան։ Ու բոլոր հայերը աշխարհի որտեղ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Այնքան իրավունք ունեն, ինչքան ես, ինչքան որևէ մեկը։
Եվ ով ուզենա, ես որ մեկ ասում եմ, թող գնան, բայց երբ ուզենան, իրանք կարան իմանան իրանց տունը։ Մենակ մոստերը չվառեն, չխրգեն այդ մարդկանց, կամ այդ մարդիկ խռոված չտան, ոչինչ, դաժե ինչ-որ մեկից նեղացած վիրավորված են, թող ներեն, մեկը մյուսին բիներեն։ Մենակ դավաճանություն չլի, մնացածը սա ներելի է, դավաճանությունը շատ վատ բան է, էլի, որտեղ ես դավաճանությունը շատ վատ եմ համարում, ու դավաճանների ներողը ես ավելի վատ եմ համարում, որտեղ ինչ ասես կարելի է անել, ինչ թող քրֆեն, թող խփեն, թող մի հատ էլ կոպիտ բառ ասեն, դա մարդ ես, էլի, ինքը այդքան է գիտակցում, խոմեվել չես կարա, ինչ ասես, կամ խիտ կարած գովասանք լսես վատ բառը չէ, բայց դե դավաճանությունը շատ մարդ դե իհարկե կնիկ մարդկանց մարդ չէ, տղամարդը մեկ երեխա բերել, մի չիմանա, մեկ էլ հայ մարդը ես արդեն նկատի ունեմ կին եւ տղամարդ։ Ես ազնվությամբ եմ ասում, Հայաստանի Հանրապետության բոլոր հայ մարդիկ, կին թե տղամարդ հավասարազոր մարդիկ են։ Մեր կանայք այսօր պետք է մեզանից ոչ պակաս ուժեղ լինեն ու զինվոր պետք է լինեն։ Զինվոր ասելով մինակ հրացանը, այո հրացանը բիկրակենում ու ամեն ինչում զինվոր պետք է լինեն։ Մեր ինքնապաշտպանությունը բոլորից է կապված, մեր մայրերից, քույրերից։ Մի հատ էլ օրինակ բերեմ, չեմ ուզում, մի հատ դրսի տեղեր, մեկը գալու ինձի բա տղաս չի ամուսնանում մեծ տղաս։ Գեներալ ջան, որ դու ասես կաման չի կամուսնանա, էլի։ Ես էլ հետ բերեմ տղայի մոտս, ես էլ ուզում եմ պշտեմ, էլի ինձ սիրուն, այ տղա ջան, խիչ ես ամուսնանում, եկե մար, քո բուջր աղբերն արդեն 10 տարեկան, մի հատ 6 տարեկան, մի հատ 3 տարեկան տղերք ունի։ Դու մեծ տղա ես, խիչ ես ամ։ Մեկ էլ ինձ նայում բա լավ աղջիկ չկա։ Այդ ջետին է դες, քումբերն էլ կամ քո քուրեր ունի մեր էլ։ Ասում չկա։ Հենա ֆրանսիական տղերքի հետ են, թող գնա տղար։ Եթե աղջիկ չկա։ Այ անամոչ շամորդ, ես մենա ով ասում եմ լավ, հասկանում ես, էդի այս բառերը մտա նույն բառը կարան աղջիկն ասեն լավ տղա չկա։ Այդ բառը վերանա ամ աղջիկների մոտ ամ տղերքի։ Վատն է, լավն է սա, մեր մայրերն են, մեր քուրերն են։ Եթե դա բոլորին փողոցից է թացող աղջկան չամարին իրանց մերը քուր չի լի։ Ես այսօր հպարտություն եմ ապրում ու ասում եմ, մի օր գալու է ժամանակ, որ մեր պատանի երկրաբաներին, աղջիկներին կան ուզեն, պետք է կան մեզնից ուզեն։ Հավատա։ Ու տենց հոգով դաստիարակում են։ Ես այս վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ գնացել եմ, մի 5 հատ երեխի ցուցակ եմ տարել, որ այդ երեխեքը ինստիտուտում բան Նախագահն մտածել թե պիտի խնդրեմ, ես ասեմ, բան արա թող օգնեն կամ զովացի կամ էսի ասել եմ, չէ, բերել եմ անազգանները տամ չես, որ հանկարծ վիրևները խարդախություն չանեն, սրանք սա գերազանցիկ 20 բալանոց երեխեք են, դրանք չեմ եթում խնդրեմ, ասում եմ, դրանց էլ լավ էլի արեք, ընդունեք, թող սովորեն կամ զեղ չարեք։ Ասեմ, սրանք լավագույն գերազանցիկ երեխեք են, հանկարծ սրանց բալերին չկպնեն։ Սա շշմած նայրանձի, քարեմ մարը։ Ոչ թե որ ես գնում եմ խնդրում եմ թե երեխեքին արեք, լավություն արեք, սի անգրադետա օգնեք, այլ ասում եմ դրանց խաթրին կամ դրանց արժանապատվությանը կմնող չլի։ Այդքան բարձր մագարտակի երեխեք ունենք դաստիարակում են։ Իրոք այս պայմաններում որ այդ երեխեքը տենց իրանցը պահում են շատ հպարտալի, շատ ուժեղ երեխեք ունեն, ես իմ վրա եմ ասում։ Ես իմ երեխեքի թորներով հպարտանում եմ, որտեղ ես այսօր հպարտանում եմ, որ Կարենի տղան, այն ինչ որ Կարենն այլ այսօր Կարենի տղան ավելի Կարենից ուժեղ է, 13 տարեկան արդեն խումբը ջոկա 12 օր Ղարաբաղ հիգտայ տարել պատանի երկրապաներին ցուցադրական, որպես հրամանատարի, որ տարածքը մտել են շնորհավորագրեր եւ այլ տվել են երեխեքին։ Սա սես պետք է, սա իրանց տունն է։ Սա այսօր ով կան այդ ես ամեն ինձ ինժեներական, դու չէ Այսօր ով ինչ կապ ունի, այսօր ով է նախագահ, ով է վարչապետ, ով է։ Մենակ այնա որ այսօր մեր բախտը բերել է, որ Սերժ Սարգսյանն է, որ ինքը կարում Ալիևի վրա են, որ ինքը կարում է Ղարաբաղը պահպանել։ Վտանգը սա է, սա այն մարդը, որ կյանքում չի դավաճանի։ Իսկ սա մեծ առավելություն է։ Հետո այսօր եթե մեկը մտածում իրանից խելոք կամ գրագետա շատ են շեշտարում։ Իսկ վարքաբետ էլ ունենալ ուզեն կարան վարքաբետ են։ Իսկ այսօր մեր փոխանակ այդ այս մարդը դրսերը քալատալում դուք տանը գրին այնտեղ ասում են հետևից հեսա հույ հեսա տեսեք ինչ են գանում հեսա ինչ է գանում էլեկտրիկների քանդել բաժարտվել այսի կամ մեր հիվանդությունը էսա հիվանդ գրիպ է այս գրիպը վերացնեն
ու տերել են մեր երեխեքը, մեր ժողովուրդը, իսկականից այս երկիր այդ անկախությունը շատ թանկ գնով ենք բերել։ Ու այս էլ 600-700 տարի չունենալուց հետո բերեն էլ հաջողություններ եւ այսօր աշխարհը մեր այդ լուրջ որպես հայ մարդ, հայ ազգ Պերվի կրուջ եք մանգալի, հասկանում ես։ Մի հատից այդ Արցախից հետո սա հայ ազգը բարձրացավ պատիվը, սաղ տեղ ընդունվա։ Առաջինը ուզում եմ հասկանալ, հենց սկզբից եղել եք գեներալի հետ նույն ջոկատի մեջ, չէ՞, այսինքն այդ նույն ճանապարհը բոլորով եք անցել։ Ես կուզեի ավելի շատ ոնց որ ավելի հետաքրքիր դրվագներ, հա, ասենք, ձեր ականատես եք եղել։ Մամվել Գրիգորյանի մասին խոսելը դա մեծ պատիվ է, պարտություն է, ասեմ, որ Մամվել Գրիգորյանը երբ առաջի անգամ ոտրեց Արցախ, մնաց այնտեղ, այնուհետ տանելով իր եղբայրներին, միևնույն ժամանակ իր դպրոցը հասակ որդուն, Կարեն Գրիգորյանին, հենց դա էր այդ ժամանակ, որ Արցախի ժողովրդին ոգեշնչեց, որ Մամվել Գրիգորյանը եկել է Արցախ, լինելու իրանց կողքին, պաշտպանելու։ Մամվել Գրիգորյանը եկավ շարքային կամավորական, բայց ետ վերադարձավ Արցախի ժողովրդի վստահությունը եւ մեր հայ ժողովրդի հաղթանակը։ Եթե սաղից պարզ է, եթե չլիներ Մամվել Գրիգորյանը, չէինք ունենա այսօրվա մեր հաղթանակը։ Միակ զորահրամանատարն է, որ ամբողջ պատերազմի ժամանակահատվածում միայն ազատագրվել է մեր տարածքները։ Շատ խստա պահանջ էր, ամեն ինչի նկատմամբ ուշադիր, շատ ուժեղ հրամանատար եղել։ Էլ եմ ասում, եթե չլներ ինքը մենք չէինք ունենա այսօրվա հաղթանակը։ Իսկ ասենք թուրքերի վախ Ահուս արսաբն էր, միանշանակ թուրքերի ահուս արսաբն էր։ Անունը լսում էին, արդեն երգում էին, սենց ասած։ Ուրիշ տարբերակ չկար, միանշանակ։ Ձեր մեջ ինչն է ամենաշատը տպավորել այդ ժամանակաշրջանից էլի, որ քանի տարի 5-6 տարի փաստորեն 79 թվականից ճանաչում եմ Մամվել Գրիգորյանին որպես հրամանատար, երբ որ սկզբում հավաքվեցին բոլորս Ղարաբաղ, նշանակվեց Մամվել Գրիգորյանը որպես ջոկատի հրամանատար էին համարում։ Հենց այդ ժամանակ, որ մենք հավաքվեցինք, արդեն մենք այդ ժամանակ մենք բախտն ձև բերեց, որ մենք շրջապատվեցինք, ասենք, լավ տղաներով, էլի, որոնք, ասենք, Աղվանստանից ծառազներ էին, ասենք, պաշտոններ ունեին ղեկավարել էին արդեն, ասենք, մեծ գործերի տեր էին։ Հենց այդ ժամանակ մեր առաջի հարցն էլ ավեն, ասենք, գեներալի առաջի հարցն էր, որ ստեղծենք, ասում ես, խմբեր, որոնք զբաղվելու են, ասենք, հետախուզական հարցերով, թիկունքի հարցերով, զինվորներին, ասենք, թազա նոր կամավորներ են գալի, կամավորներին հասմետ սովորացնեին զենք, զինամթերքի հարցերով։ Մեր մոտ այնքան լավ ստացվեց, որ ամեն ինչը հասմես կարողացանք մենք այդ սկզբին հենց այդ ուղին մենք ճիշտ դրեցինք, դրա համար ասենք 5-րդ բրիգադը, որ ստեղծվեց, արդեն բանակը, որ ստեղծվեց, արդեն մենք ունեինք, հասմես, ունենք մենք այդ կառույցը, արդեն գեներալը ստեղծել էր այդ կառույցը, որովհետև որ ոչ մեկին չէր խանգարում, այն ընդհակառակը, ասում ես, արդեն այս ճյուղը մենք ունեինք, որ զբաղվում են թիկունքի գծով, թիկունքի մարդիկ են զբաղվում, հետախուզություն իրա գործն են անում, զենք զինամթերք իրա գործն են անում, արդեն պոստերի դրվածները մենք գիտենք, որտեղ պետք էր արդեն խրամատ պետք հանդվեր, որովհետև հնես չէր, որ ասենք զինվորը գիշերը կանգնում էր, դրա անվտանգություններ պիտի ապահովվեր։ Ֆիզուլի քաղաքում միտինգ էր։ Միտինգը մեծ 80,000-անոց քաղաք է, ասենք այդպես ինչքան էլ դե կողերից երևի հավաքածել են մի առելի դեմված զինվորական սովետական բանակի զինվորներն դե պոստեր կար էլի դրա։ Երբ որ նրանք եկան ասեցին, որ սենց մեծ միտինգ ա բան էլի, ասենք տեղ դադար չկա, այդպես նրանք վերթվել են, բան, որ տենց հարձակվում են մեր գյուղերը, ասենք եղաններով, ոչ թե կրակական բան, այ եղաններով էլի, տենց ասենք վնաս են ժողովին, դե հիմա այդպես սաղը լուրջ մարդիկ ենք հավաքված բան, գեներալ հումորով ասեց, թողգան ասեց, կագրած մեզի դրանք պետք են, ասում ես, ու տենց ասենք ու իրականից, ոնց որ տես մենք խոսում ենք արդեն ինքը տալիս էր այդ հնարավորությունները, որ վախենալու բան չկա, էլի մենք շրջապատված ենք, ասենք նենց կորիզ էր հավաքված, իրեն կորիզ ենք հավաքված, էլի հենց այդ բան գեներալի շուրջը, որ
իսկականից ամեն մեկը մի բատալյոն էր իրենից ներկայացնում ու ոնց որ այդ խոսքի վրա ասեն գեներալն ասում էր որ տենց ուշիմ թողան բան տենց տեղի ժողովուրդը խառնվել էր արդեն այդտենց ժողովրդին հանուն մեկ էլ հանգարցակին մեզ հայտարարեցին որ բանը գալիս են էլի ասենք տենց որը ինչով բան տենց ու տենց ասենք որ կատակի վրա կամ այդ հումորի վրա իսկականից ստեղծավ այդ պահը ու տեսան գալիս են հիմա թշնամին էլ էր ասում ես հանգարցակի եկե իր մտածելով որ չկա էլի ասենք այն ուժը որ կանա այդ քանակը ասենք ապահովի կամ դիրապետի ու ասենք ես պահին ասում ես թշնամին ինքն հանգարցակի եկավ ու այս պահը ասում ես շատ լինես հումորային ստացվեց որովհետև համ հումոր ենք անում որ տենց էլ մենք մեր համար որ չեն գա ու մի անգամից հանգարցակի մեկը տեսնում է իրոք ասենք գալիս են ու խառը խուր էլի տենց ասենք գոռալով բանամա ասենք սկսե արդեն սկսես գեներալի հումորներ ուներ ու տենց հումորներով բան տենց ասում ասենք մենք կարողացանք այդ պահը հանգարցակի բերել էլի թշնամուն ու դե շատ մեծ ասենք հակարված տվեցինք թշնամուն հենց էդի դառավ ասում ես թշնամու համար առաջի պատիժը որ ճակատարական իր պատիժն էլ ավետի հենց դրանից հետո արդեն մեր տղաները արդեն ոնց որ հանգարցակի իրանք մի անգամից հասկացան որ թշնամին ճիշտ է շատ է բայց շատ թույլ է ստիցել գեներալը արդեն ստեղծեցինք մեր իսկական ասենք համադարական կորիզը ու շարժվեցինք մինչև այսօր Մինչև այսօր շարժվեցինք առաջ ու շարժվելու ենք չգիտեմ Ձեր մեջ ամենաշատը տպավորվել Իմ մեջ տպավորվել է գեներալի խստապահանջությունը, մեկ էլ գեներալը ամենակարևոր սկզբունքների ամենակարևորը եղել է, որ ի համար ոչ մի տարբերություն չի եղել զինվորների մեջ, թե նրա եղբայրն է, թե բարեկամը, դե բոլոր եղբայրներն են շատ խիստ է եղել ու մենք էլ այդ կարգ ու կանոնով ասել ենք այսօր Իսկ տենց ասենք թե ինչ-որ հետաքրքիր, թե դժվար, թե հումորային, ասենք ինչ տենց բան կա որ 90 թվականին թուրքը մեծ երազանք ուներ, որ արդեն գեներալը ճանաչվել էր, մենք 89 թվականից ենք եղել Ղարաբաղում 90 թվականից արդեն գեներալի անունը հնչում էր, իրանք արդեն լավ ճանաչում էին Փողեր էին խոստանում գեներալի համար, այդ էլ գեներալն ասում էր, ով դուխ ունի, թող փորձի, թող հասնի, ու տենց երազանքը չկատարվավ։ Իսկ փորձեր եղան։ Փորձեր իհարկե եղել է պատերազմի դաշտում ամեն օր։ Հələ դե դավաճանությունն էլ է, կարելի ասել էլի, ամեն ինչ իր անունով ասել, որ ասեն գեներալից վրա թակուն հարցակվեցին ռուսական ոմաններ, մեկ էլ ադրբեջանական ոմանը, դե դրա հենց ամբողջ հիմքը դավաճանության ճիշտ է մտածված էր, թե անմտածված էր, թե ինչ էր, բայց դե հասես արվեց էնի, որ ասենք կարելի է անունը ճիշտ է, ասենք դավաճանեցին, որովհետև այն տարածքով էին բերել, ասենք թշնամուն, որ ասենք մենք միշտ մտածել ենք, որ անվտանգ էր, էլի, անվտանգ տեղ էր, ասենք մի քիչ աշկաթող արված տեղեր, հենց այդ տարածքով էլ ասենք բերեցին, էլի, դե հիմա չգիտեմ, թե փող էին տվել, թե հիմա ինչ էին խոս տվել, կամ ինչ էին ասել, այդտենց պահեր էլ այլ, էլի, աննես չէլ է, որ ամեն ինչն ասենք իր հալած, որ այնքան էլի 3-4 անգամ մենակ շրջապատման մեջ ենք գեներալի հետ ու կարողացել ենք ասում ես անցնել, որովհետև ասենք մենք չէինք կանգնած բանակով, էլի, մենք կանգնած էինք, ասենք, ջոկատներով, ասենք, միտեղ 5 հոգեր, 10 հոգեր, 20 հոգեր, բայց որ եթե գալիս են կանոնավոր բանակներ գալի, մինչև տանները զինված, մինչև 300-ից 400 հոգանց ինձ ամեն ինչով գունդը պատրաստի, գունդ ինձ տեխնիկաներով, ելնեմ էր, ոնց չէ ելնեմ, եթե այդ ամեն ինչը, որ տենց մտածենք հալալ հանգիստ էր գնում, երևի տենց էլ չէր։ Իսկ վիրավորվել է գեներալ։ Գեներալը ոչ չի վիրավորվել, գեներալը 2 անգամ է վիրավորվել, դաժե մի 3 անգամ։ Վիրավորվելը ունենց էր, որ հասում ես
մենք միշտ թաքուն ենք պահում, ասենք իրա վիրավորվել է, նես չէ, որ ասենք ճիշտ է լավ բժիշկներ ունենք, շատ լավ, որ անմիջապես ասենք տեղում կարում էին, կարկատում էին մեզիկ, նույն ասենք գեներալին, պատերազմի ժամանակ։ Եղել է, որ ասենք դե սենց ասեմ, եթե գեներալը մի քանի անգամ պատմեց, որ տարբեր բաներից նեղացել է, խռովել է, թողել է, ուզեցել է հետ գա, կապված Հայաստանի հետ։ Ասենք ոնց էր, բոլորն էլ հետը ոնց որ դուխատապ են լինում, թե հակառակը այդ պահերը ոնց էր դժվար պահեր լինում։ Դե ոնց չէ լինում, օրինակ ասենք Հայաստանում եթե մի հատ բան էր կատարվում, մենք սահմանի վրա, ասենք ճիշտ է, մենք ասենք իրենց բաներ չունեինք, բայց բոլոր այդ սեբիազները, կապերը մեր սախ կար ստեղծել էինք, ստեղծ լսում էր, բանոց չէր, որոնց ասենք Հայաստանում մի բան էր կատարվում, ասում ես ոնց որ արդեն անկառավարելի էր դառնում, որովհետև այդ ամեն րոպե ասում ես զենք, զինամթերք էր պետք, սնունդ էր պետք էր էլի դրանք ասում ես չէր էլի հասենք այդպես անճիշտ է տեղի ժողովուրդը մեզ ամեն ինչով օգնում էին, բայց դե վաղ էր գալի, որ դա էլ չէր լինում, չես կարող առանց սնունդի կամ առանց զինամթերքի զորք ղեկավարես, ասում ես վիրավորվում էր, նեղվում էր, ինքը որ նեղվում էր, բաց չէ, որ բոլորս էլ մանկախներից նեղվում էին, որովհետև ես սկզբում ասեցի, որ ամեն մեկը իր գործն արդեն գիտեր, մեր բախտը բերել էր, որ մենք շրջապատված էինք, ասենք իսկական էլի, ասենք Աղվանստան ծառայած տղաներով, ստե ասենք պաշտոններ ղեկավարած տղերքով, տենց մասնագիտական բաներ կար, էլի հասնում ես, որ ասենք խոսքի գեներալը հանձնարարում էր, ասենք մեկին դիզբաղվեց թիկունքով, հասնում ես թիկունքով առնվազը թիկունքի հիմարել էր իրան, ասենք պետք մարդիկ էր պետք, մի հատ ասենք խումբ թիկունքի համար, մի հատ առանցին խումբ պետախուզության համար, մի հատ առանցին խումբ զինվորներին պատրաստելու, կային տղաներ, որ ճիշտ է բացի հրացանից, տելևիզորով էին տեսել կամ որտեղ էին տեսել, հիմա դրանց պետք է նորից վերապատրաստես, կրակես, գոնե հասկանա ինչա կատարվում, ինչ պիտի անի ինքը, հասնում է, որ ինչ այդ խառը բաների մեջ եթե հանգստի մի բաներ լսում, դա նշանակում է, որ ոնց որ այդ տամբոց ծրագիրը պրավալ է, դրա համար ոչ չեն ներվում, նեղվում էր, ջղայնանում էր։ Իսկ մի բան հարցնեմ, էլի, երեք թել եղել եք ռազմի դաշտում, ոնց է Աստծու բան կա, թե մարդուց է կախված, ինքը կմահանա, թե սաղ կմնա, էլի ռազմ, ասենք դուք ձեր վրա զգացած կլնեք այդ պահը, էլի, որ ասում են Աստված պահեց։ Աստված պահում, միանշանակ Աստծու գործում է, ինչ խոսք։ Այնքան է ինչպես Կանստան ճակատի դեպի խումբաստված մեղավոր չի, ես մեղավոր։ Չէ, Աստծու կամքն է դա։ Դե պատերազմի ժամանակ կա տես մի ասացվածք, էլի քորպուլ են ասում են, դա ուզում ես գետնի տակը տապի, ուզում ես երկնքի վրա էլի, դա դրան չես կարա էլի ասես, որ տենց եսի մենք երկաթից էինք չերնում, կամ չերնում, ոչ չէ էլի, ինքան ենք ավտոնել ինք է փոսը, ասենք հրաժկով սաղա մնացի գեներալը, այնքան էր, որ խպել են շենքները, պլևր են սաղա մնացի, այնքան էր, որ խպել են այս խրամատի մեջ ասում հողով կեսով թաղվել է, դրանք ամեն ինչն էլ է, հենց նենց ես մի հատ բան եմ հասկանում, տենց զգում ասենք, եթե ասում եք, ես օրինակ ուրախ եմ, որ ես Մամեր Գրիգորյանի հետ եմ ելել, ուրախ եմ, որ ես իսկականից ելել եմ 5-րդ բրիգադի տղաներից մեկը, ուրախ եմ, որ իսկականից գեներալի հետ եմ ելել, որովհետև ամեն ինչ ասենք տեսել եմ, էլի տեսել եմ, իրա հիվանդացած պահնել եմ տեսել, իրա վիրավոր պահնել եմ տեսել, որ դոշերը սաղ ոսկորները ջարդրտված, թևերը, ոտերը հասում է ջարդրտված, քիթը, դեմքը սաղ ջարդրտված, ես այդ բոլորը ասենք ես ականատես մարդն տեսել եմ, ինչքան եմ լավ զգացել, որ երբեք չի ընկճվել, էլի ասենք, թե ինքն ընկճվեր, ուրեմն ընդհանուր մեր ընկճվածություններ ասում ես կերներ, երել այնպես չի, որ ասենք չի ելել, համին ինչ ավելի դաժան, ավելի ծանր պահեր, որ տարիներով, ամիսներով ծառերից ճյուղեր են կտրում, որ կարանար տեղից հելներ, ասենք
թեկուզ դոթափոխվելու մանգար Աստված պահեց մեզ, ասում ես մեզ էլ գեներալներով մնաց հարկ թողի մեր ընկերներին, որովհետև մեզնից մեկն էին ու մեզ հավասար մարդիկ էին, ասում են դրանք որ զոհվեցին։ Մեզ էլ չգիտեմ, երևի Աստված պահեց հիմա աշխարհի հիմա որ պատմում են մեծ ռակետներից, ռակետն ընկել է գեներալի տնից երևի 15 մետր հեռավորության վրա։ Ռակետ ասելով երևի մի 30 ռակետ նոր ենք հասկանում ինչի մասն է խոսքը, բայց կրակել են ընկել է ասուկանքով, ասում ես թե հիմա չտարավ մեզ, ոնց են ասում, թակարդների մեջ էլ ենք ընկել, կարացել ենք դուրս գանք, ասենք թշնամին շրջապատել է, արել է, բայց մենք կարողացել ենք, ասում ես, այս պահից էլ դուրս գալ, հենց նես չէր, անտառով ամեն օր պատերազմ, ամեն օր սնայրատներ, հազարավոր, միլիոնավոր սնայրատներ, մենք որ գեներալը հրևից իշնում էր, ամբողջ արտիլերիան դրանց այդ ճանապարհը հասնում ես խփում էր ճանապարհը, Վիլիսը տերում էին, ճանաչում էին, արդեն գիտեն, որ իր մեքենան է։ Ուզեմ ասած են, որ նես չի էլի, որ ասենք տափելու, պահկվելու տեղ էլ չի էլի, որ ասենք դեր պահկվեր, որովհետև պատերազմը ինչքան թեժացավ, այնքան պահկվելու էլ բան էլ չկար, ոչ էլ արդեն գեներալներ չգիտեր ոնց անել, ավելի լավ էր կանգնեն, կամ պիտի կմներ, կամ չկմներ, ասում ես, էլ ուրիշ բան չկար, որովհետև էլ պահկվելու տեղ էլ չունեին, հիմա թշնամին գալիս է, սաղ զոր կնդե, ինքն էլ հետները, սխրանամատի մեջ, կրակում են, հիմա կկպներ, ինքան ակպել, թաքում պայել ենք, արել ենք, ոչ մեկ չի մացել, ասում եմ, ասենք գեներալը վիրավորված է, ասենք սաղ թաքուն է պահվել, էլի, ասենք, որ ասենք զորքը կամ Հավատացեք, որ չիմանար, էլի, թշնամին ասում են վիրավոր զինվոր, որ ասենք մարդիկ վիրավորվում են, տեղափոխում են Երևան կամ շտաբ բուժվելու, գեներալի վստահելով, հավատալով, ասենք այդ զինվորները վիրավոր չէին տեղափոխում, սաղ ավտոմատները ձեռները կամ գրանատ, ասում են կկռվենք, կմեռնենք, բայց ստե ձեր հետ ձեր կողքին ելնենք, որ ամեն ինչին ականատեսել են տեղերք, այդտենց զինվորներ ենք ունեցել, որ հաստատ վիրավոր, որ չէին կարող ոչ մի բան անեն, բայց գրանատները, ձեռները, ասենք ավտոմատը ձեռը հիվանդանոցում պարկել է, որ հանգստներ ուժեն։ Մենք հետո գիտեք ինչքան դժվար է գեներալի համար, այսօր ասենք, որ ասենք խոսում ենք կամ մենք իսկականից ասենք խոսքի չենք կարողանում այդ մարդուն ասենք դավաճանենք, վիրավորենք կամ չլսենք, երկու ճակատով էր կռիվը մեր։ Մեկ հրամանատար, երկու ճակատ, մի կեսը կռվում էր, ասենք, Հորադիզի ուղղությամբ, մի կեսը կռվում էր Մարտակերտի, մի փոքր հատված, ասենք, Շուշիի, մատույցներում այնձև էր, որ հասում ես, այդ ամբողջը հասում ես կարողանաս հենդից էլ նմենք, հասում էր ուշացան տղաներ ինչ է լավ, հասնում էր Շուշի, տենում էր դրանց հետո Մարտակերտ, հասնել Մարտակերտ, տղերքի հետ նորից կարգի բերել, հասնում էր։ Իսկ գեներալին ինչպես է դուխ տալիս։ Հենց գեներալը ընդելել է դուխ էր, որ զինվորը հավատում էր, որ ինքը մենակ չի, ասում էր, եթե զինվորի հրամանատարը կանգնում է զինվորի կողքին, զինվորն անպարտելի է։ Եթե զինվորին թողես ու տեր չկանգնես, կդառնա անկառավարելի է։ Ասպեր մինչև վերջ պիտի կռվենք, ով մեռնի դավաճանա, պիտի կռվենք։ Հեսի անպայման է զինվորը դուք տեն զրի բացատրեմ, ասենք հատված է անտարի մեջ, տարել են ասենք ջոկատես մի տեղը վտանգավոր է գնացի չելա։ Եթե հրամանատարը չհասնի մի հատ իրան չտենա, որ հրամանատարն եկավ, զինվորը հասմից չի կարա կենդու անամ, մի ոտըտ լինի, այս զինվորի կողին մի ոտըտ լինեն, մի զինվորի, իսկ այդ հատվածը գնալ գալու համար մենակ, դա արդեն ոնց որ մահվան ճանապարհ է, ասում են, մի անգամից դու մի 200 կիլոմետր հասնում ես, գնում ես ընդ ու 200 կիլոմետր նույնիսկ հետ ես գալի, գիշերը, ցերեկը, ձուննա, սառույցը, անձրևը, ճանապարհներ չկա, քանի անգամները հասնում ես մեքենան ճանապարհից թռել, հասնում ես էսի որ դες մեկ մտածում ենք, հասնում է դաժե մինչև մեն որ ես մտածում թե իսկականից այս ինչ բնական ինչ որ մի բան
Ասում ա թե երևի խառն են, որ ասեն գեներալի միջև այսօր ոչ տվեց, 94 թվին, որ Մարտակերտի վիճակը ծանր էր, որ ինչ-որ մաս արդեն տեղափոխվել էր Մարտակերտ, մի առիթով սպարապետի հետ էինք, տղաներից մոտեցան, տղաները այսօր էլ իրանց տեղը չեն գտնում, այն ժամանակ էլ իրանց տեղը չէին գտնում, այսօր իրանց տեղը չեն գտնում, ակնհայտ է երևում են։ Ու մոտեցան սպարապետին բողոքում են, էլի մտամ ասենք խոսքի կոպիտ ապան, դե ժամանակ պիտի տենց լներ, ես ուղղությունը հետ ճանապարհ չունենք առաջ, իսկ նրանք էլ եկան տեսան ծանրը, ուզում են հետ գան, ինչ հետ գաս, եկել ես առաջ պիտի հետես, հետ գալու ճանապարհ չկա։ Ասես տղաներ, մանվելը որ կոպիտ է, էդի փաստ է, մանվելը որ հերոս է, էդ էլ է փաստ, գնացեք կռվեք։ Նենց որ ինքը իր այդ ուժով Խստությունը եթե խստությունով բնական է այդքան ոնց կներ անկանոն վիճակ է Ժողովրդին շատ սիրում հարգում էր եւ պահանջում էր